Ողջույն, հետաքրքիր ձևաչափ է, այսպիսի ձևաչափով առաջին անգամ ելույթ ունենում, բայց ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Շնորհակալություն, որ ձեր երկուշաբթի երեկոն, առավել ևս այս անձրևոտ եղանակին որոշեցիք գալ ու անցկացնել մեզ հետ։ Ես, ինչպես արդեն նշեցին, ես Լիլիթ Նեմղազարյան, մասնագիտությամբ լեզվաբանական մարդաբան, դասավանդում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, նաև աշխատում եմ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Այսօր լսելու եք իմ կարծիքները, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իմ գործատուներին։ Եվ սովորաբար, երբ ես ներկայանում եմ ու ասում եմ ես լեզվաբանական մարդաբան եմ, եթե ուղիղ հարց չեմ ստանում, առնվազն ստանում եմ հարցական հայացքներ։ Էդ ինչ է, էդ որն է։ Դրա համար այսօր միասին կպարզենք, թե էդ ինչ է ու էդ որն է։ Հաշվի առնելով ոչ խիստ պաշտոնական մթնոլորտը, ես նաև խոսելու եմ թե գրական հայերեն, թե խոսակցական հայերեն, այնպես որ կլսեք թե թե ա, ու նաև կխոսենք հետագայում, թե ինչի է դա կարևոր առհասարակ։ Սկսենք լեզվաբանական մարդաբանությունից։ Որպեսզի կարողանամ լիարժեք ներկայացնել ինչ է լեզվաբանական մարդաբանությունը, պիտի սկսեմ նախ խոսել մարդաբանությունից որպես առանձին գիտակարգ, որը ձևավորվել է Միացյալ Նահանգներում 20-րդ դարի սկզբին։ Եվ քանի որ ես ինքս իմ ամբողջ մասնագիտական կրթությունը ստացել եմ Միացյալ Նահանգներում եւ դոկտորական կոչումս էլ ստացել եմ այնտեղ, ես ներկայացնում եմ հենց ամերիկյան մարդաբանության դպրոցը։ Մարդաբանությունը ստեղծվեց որպես մի գիտություն, որպեսզի կարողանա ամբողջական ուսումնասիրել մարդուն։ Եվ այստեղից ստեղծվեցին նաև 4 հիմնական մարդաբանական ճյուղերը։ Առաջինը դա մշակութային կամ սոցիալ-մշակութային մարդաբանությունն է, որը ուսումնասիրում է մարդկանց եւ տարբեր հասարակությունների մշակույթը, դրանց արժեքները, մշակույթի եւ ինքնության փոխհարաբերությունները։ Մշակութային մարդաբանությունը բավական զարգացած է Հայաստանում, գուցե շատերիդ ավելի ծանոթ կլինի ազգագրություն տերմինով, որն էլ ուղիղ կապված է հենց սովետական անցյալի, գիտական անցյալի հետ, եւ մենք Հայաստանում ունենք շատ հրաշալի մշակութային մարդաբաններ։ Երկրորդ ճյուղը հնագիտությունն է, որը էլի ուսումնասիրում է մշակույթը, ավելի կոնկրետ անցյալի մշակույթը, մշակութային գտածոների միջոցով։ Այստեղից կարելի է իհարկե հասկանալ տրամաբանությունը, որ հիմնական մեթոդը հնագիտության հենց պեղումներն են։ Եվ հնագիտությունն էլ արդեն քանի տասնամյակներ Հայաստանում շատ ակտիվ զարգացած է, եւ այս երկու ճյուղն էլ շատ լավ ներկայացված են հենց հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։ Երրորդ ճյուղը կենսաբանական մարդաբանությունն է։ Կենսաբանական մարդաբանությունը ուսումնասիրում է մարդկանց հենց կենսաբանական զարգացումը, էվոլյուցիան եւ կենսաբանական մարդաբանության գիտաշխատողներ Հայաստանում այս պահին դեռ չունենք։ Եվ վերջին ճյուղը լեզվաբանական մարդաբանությունը, հասկանալի պատճառով ինձ ամենահոգեհարազատին ու ամենասիրելի ճյուղը, ուսումնասիրում է լեզուն սոցիալական եւ մշակութային տեսանկյունից։ Առանձին լեզվաբանական մարդաբանություն որպես գիտակարգ Հայաստանում այսօր դեռ չունենք եւ ինչպես ասում են դեռ շատ լավ բառ է, եւ ես հուսով եմ, որ հետագայում այս գիտաճյուղը կզարգանա, որովհետեւ իրոք շատ կարեւոր է եւ կարեւոր է առավել եւս հենց այսօր Հայաստանում, որպեսզի մենք ուսումնասիրենք լեզուն տարբեր տեսանկյուններից։ Ուզում եմ կոնկրետ նշել, որ հենց լեզվաբանական մարդաբանությունը որպես մարդաբանության ճյուղ տիպիկ ամերիկյան երևույթ է, որովհետև այդ ժամանակ, երբ զարգանում էր մարդաբանությունը որպես գիտակարգ Միացյալ Նահանգներում, սկսվեց նրանից, որ նաև ուսումնասիրում էին հենց տեղի բնիկ հնդկացի ժողովուրդներին, իրենց մշակույթը եւ նաև իրենց լեզուն։ Եվ ամենաառաջին համապարփակ աշխատանքներից լեզվի ուսումնասիրման հենց մշակութային եւ մարդաբանական տեսանկյունից, որ ներկայացվել է, դա հենց Մեքսիկոյում ապրող բնիկ հնդկացիների լեզվական հարուստ մշակույթն է։ Եվրոպական լեզվաբանությունը մի փոքր այլ կերպ է զարգացել, որի մասին մի քիչ ուշ ավելի կներկայացնեմ ու կխոսենք։ Կարևոր եմ համարում խոսել մի գիտնականի մասին, որին մարդաբանները առհասարակ դիտարկում են որպես մարդաբանության գիտակարգի եւ հենց լեզվաբանական մարդաբանության հիմնադիրներից մեկը։ Խոսքը Ֆրանց Բոազի մասին է։ Եթե երբևէ բախտ վիճակվի ձեզ մարդաբանների հետ շփվելու, իրենց հետ ավելի մոտ ծանոթանալու, հաստատ առաջին ժամից հետո ինչ-որ մեկը Բոազի մասին մի կատակ կասի։ Այնպես որ սա մեր, այսպես ասած, մեծ կնքահայրն է, այսպես կարելի ասել։ Բոազը մի քանի կարևոր գաղափար առաջ քաշեց, որ այդ ժամանակահատվածում շատ հեղափոխական էին ոչ միայն մարդաբանության հիմնադրման համար, այլ առհասարակ գիտության ոլորտում։ Դրանցից առաջինը հետևյալն էր, որ ոչ մի մշակույթ մեկ այլ մշակույթից ավելին չի, ավելի զարգացած չի, ավելի ճակերտավոր քաղաքակիրթ չի։ Եվ եթե նորից վերադառնանք Միացյալ Նահանգներ, 1940-ականներ, 50-ականներ, սա այն ժամանակաշրջանն է, որ ավելի տարածված մոտեցում էր առհասարակ աշխարհում եւ նաեւ հենց գիտական աշխարհում, որ
կա այսպիսի քաղաքակրթության ինչ-որ մի գագաթնակետ, որ այդ ժամանակ համարվում էին եվրոպացիները, եւ իրենք հասել են քաղաքակրթության այն աստիճանին, որին պիտի ձգտեն եւ զարգացման ընթացքում հասնեն մյուս բոլոր մշակույթները։ Հետևաբար ցանկացած ուսումնասիրություն արվում էր համեմատական իմաստով։ Ինչ մշակույթ, ինչ խումբ, ինչ հասարակություն որ կա, մենք դիտարկում ենք դա համեմատելով եվրոպականին, հետագայում նաեւ արդեն ամերիկյանին։ Եվ բազա այն առաջիններից էր, որ ասաց, որ իրականում չկա ինչ-որ հիերարխիկ մոդել, չկա կոնկրետ զարգացման գիծ եւ փուլեր, որի միջով պիտի բոլոր մշակույթները հերթով անցնեն։ Յուրաքանչյուր հասարակություն ձևավորվում եւ զարգանում է իր միջավայրին եւ տարբեր այլ գործոններին համապատասխան։ Հետևաբար մշակույթները ոչ թե ավելին են կամ պակաս, ավելի կամ քիչ զարգացած, այլ պարզապես տարբեր են։ Ու յուրաքանչյուր մշակույթի պետք է ուսումնասիրել ըստ իրենց մշակութային արժեհամակարգի։ Սա իհարկե նաև վերաբերվում էր լեզվին։ Ոչ մի լեզու ավելի զարգացած, ավելի բարդ կամ ավելի գեղեցիկ չի, քան ցանկացած այլ լեզու։ Եվ քանի որ Ֆրանս Բոզը ուղիղ համեմատական տարավ մշակույթի եւ նաև լեզվի մեջ, երկրորդ կարևոր իր ներդրումն այն էր, որ ցանկացած մշակույթ պետք է ուսումնասիրել նաև հենց լեզվի միջոցով։ Եվ նույն մտադրամաբանությամբ ոչ մի լեզու հնարավոր չի ուսումնասիրել առանց այդ լեզվի հետ առնչվող մշակույթի։ Այսինքն, եթե մենք ուսումնասիրում ենք որևէ լեզու, լավագույն տարբերակը այդ լեզուն լիարժեք հասկանալու համար պիտի ուսումնասիրել այդ լեզուն հենց այդ հասարակության մեջ, տեսնել թե ինչպես է լեզուն օգտագործվում հենց լեզվագիրների կողմից։ Եվ լեզվի տրամաբանությունը շարունակելով նա նաև պնդում էր, որ պետք է ցանկացած համայնք ուսումնասիրել իրենց մայրենի լեզվով, որովհետև երբ մենք կատարում ենք դա թարգմանության միջոցով, թարգմանության ընթացքում ինֆորմացիան ոչ միայն շատ ահռելի ինֆորմացիա կորում է, այլ նաև որոշ չափով ինֆորմացիա վերափոխվում է, վերաիմաստավորվում է եւ արդյունքում մեր նյութը արդեն չի դառնում ճիշտ եւ համապատասխան տվյալ մշակույթի իրականությանը։ Նա ցույց տվեց սա հենց իր փորձով, իր ամենահայտնի ուսումնասիրություններից մեկը, որ կատարել է ինուիտների հետ, ովքեր բնիկ ժողովուրդներ են, որ ապրում են Ալյասկայի եւ Կանադայի շրջաններում։ Եվ ուսումնասիրելով նրանց լեզուն, նա ցույց տվեց, որ այս լեզուն շատ ավելի մանրակրկիտ եւ բովանդակալից է ներկայացնում ձյունը, քան որևէ այլ եվրոպական լեզու։ Հետագայում այս միտքը մի քիչ խեղաթյուրվեց, ու այսօր շատ անգամ նույնիսկ համացանցում գուցե տեսել եք այդպիսի նկարներ, որտեղ նշվում է, որ էսկիմոսները ունեն 1000 բարձյան համար։ Ու այստեղ շատ երկու կոպիտ սխալ կա, նախ մենք մի ամբողջ համայնքի բոլորին ասում ենք էսկիմոս, չէ, որը նույնն է, ինչ մեզ բոլորիս ասում են կովկասցի, ու բնականաբար եթե ասեն կովկասցիների լեզուն, ի նկատի ունենալով բոլոր լեզուները, որ կան Կովկասում, հերիք չի ճիշտ չի, մի հատ էլ մեզ համար կարող է վիրավորական լինել, չէ՞։ Մոտավորապես նույն տրամաբանությամբ չկան սենց ընդհանուր էսկիմոսներ, ովքեր բոլորը խոսում են մի լեզվով, ինքը կոնկրետ աշխատում էր հենց ինուիտ համայնքի հետ։ Եվ երկրորդը, այստեղ խոսքը ոչ թե բառերի քանակի մասին է, որովհետև եթե վերցնենք ձյուն արմատը, տվյալ լեզվում կա ընդամենը մի քանի արմատ, որ նշանակում է ձյուն։ Բայց այս արմատի միջոցով կատարվում են բազմաթիվ նոր բառակազմություններ, արտահայտություններ եւ խոսքի այլ դրսևորումներ, որոնք շատ ավելի մանրակրկիտ են նկարագրում ձյունը։ Եվ եթե մենք հաշվի առնենք, թե այս մարդիկ որտեղ են ապրում, ու ինչքան կարևոր նշանակություն ունի ձյունը, ինչ շատ մեծ ներկայություն ունի ձյունը իրենց միջավայրում, ստեղծվում է հստակ տրամաբանություն, որ հետեւաբար լեզուն նկարագրում է այն ամեն ինչը, ինչը մեզ համար կարևոր է։ Այսինքն լեզուն դառնում է մի գործիք, որը մեզ անընդհատ հուշում է, ինչին է պետք անուն տալ, ինչին է պետք ուշադրություն դարձնել եւ ինչն է պետք հիշել։ Սրանք դառնում են լեզվի ամենակարևոր գործառույթներից մեկը։ Այսպես նաև սկիզբ է դրվում հենց ամենահայտնի մեթոդին, որ օգտագործվում է մարդաբանության մեջ։ Այսինքն, եթե մենք գտնում ենք, որ թե լեզուն, թե մշակույթի այլ դրսևորումները լավագույնս հասկանալու համար պիտի ուսումնասիրենք այն տվյալ համայնքում, այստեղից սկիզբ է դրվում էթնոգրաֆիային։ Էթնոգրաֆիան հիմնական մեթոդն է, որի միջոցով մարդաբանները հավաքում են իրենց նյութը։ Սա նշանակում է, որ գիտնականը երկար ժամանակ է անցկացնում այն համայնքում, որ ուսումնասիրում է, շփվում է մարդկանց հետ, երկար ժամանակ փորձում է սովորել տվյալ մշակույթի վարքը եւ հիմնական միջոցը դա դիտումներն են։ Դիտումների միջոցով մենք փորձում ենք ավելին պարզել տվյալ համայնքի մասին։ Արդեն նշեցի, որ ամենակարևոր նախապայմանը միջև անգամ ուսումնասիրությունը սկսելը պետք է լիարժեք տիրապետել տվյալ համայնքի մայրենի լեզվին։ Եվ առաջին բանը, որ առհասարակ ծրագրում էլ որպես մարդաբան ուսման ընթացքում անում եք, դա հանձնել լեզվի քննություն։ Վստահ լինել, որ դուք այդ լեզվին լիարժեք տիրապետում եք, հետո նոր ձեր ղեկավարները արդեն թույլ կտան գնալ դաշտ եւ անել դաշտային աշխատանք։
Կարևոր մաս են կազմում նաև հենց կոնկրետ զրույցների ձայնագրությունները, եթե վերադառնանք հենց լեզվաբանական մարտաբանությանը, մենք ուսումնասիրում ենք խոսքը այնպիսին, ինչպիսին կա առօրյայում։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է հենց հասկանալ ինչպես են մարդիկ օգտագործում իրենց լեզուն տարբեր միջավայրերում։ Երբ փոխվում է խոսակիցը, երբ փոխվում է թեման, երբ փոխվում է միջավայրը, ինչպես է նաև փոխվում լեզուն, ինչ է լեզուն պատմում մեզ, ինչպես է լեզուն դառնում պատուհան դեպի տվյալ մշակույթ։ Հետևաբար շատ կարևոր է նաև հենց մանրակրկիտ ուսումնասիրել խոսքը։ Այս ուսումնասիրության համար նաև օգտագործվում են տեսաձայնագրությունները, որպեսզի կարողանանք այդ նյութը հետո շատ ավելի մանրակրկիտ վերլուծել։ Եվ երբ ասում եմ լեզու, մենք պիտի հասկանանք, որ լեզուն որպես համակարգ իր մեջ ներառում է նաև ժեստերը, դիմախաղը, անգամ լռությունը շատ կարևոր մասնիկ է լեզվի, որի մասին հետո մի քիչ ավելի մանրամասն կներկայացնեմ։ Ինչով է տարբերվում լեզվաբանական մարդաբանությունը մյուս գիտական ճյուղերից, որ նորից ուսումնասիրում են լեզուն։ Առհասարակ, երբ ասում ենք լեզվի ուսումնասիրություն, առաջին հերթին երևի մտածում ենք լեզվաբանություն կամ բանասիրություն, չէ՞, էլի գիտություններ, որոնք ուսումնասիրում են լեզուն։ Եվ չնայած որ այս երեք գիտությունների հիմնական ուսումնասիրման օբյեկտը, այո, լեզուն է, կան շատ հստակ եւ տեսական եւ մեթոդաբանական տարբերություններ։ Սկսենք լեզվաբանությունից։ Լեզվաբանությունը որպես գիտակարգ ուսումնասիրում է լեզվի կառուցվածքը եւ դիտարկում է լեզուն որպես առանձին գոյություն ունեցող համակարգ։ Այսինքն շատ անգամ լեզվաբանների համար լեզվակրի եւ խոսակցի ներկայությունը այդքան պարտադիր չի, ինչքան լեզվաբանական մարդաբանների համար։ Եվ իրենց համար նյութը դառնում է կոնկրետ լեզուն իր կառուցվածքով, կազմվածքով։ Դիտարկում ենք հնչյունաբանությունը, շարադասությունը եւ այլն։ Բանասիրության դեպքում հիմնական աղբյուրը պատմական եւ գրական աղբյուրներն են։ Բանասերներին շատ ավելի հետաքրքրում է լեզվի փոփոխությունը ժամանակի ընթացքում, լեզվի ներկայությունը գրականության մեջ, եւ այս դեպքում շատ անգամ բանասերները նաեւ մասնագիտանում են կոնկրետ մեկ լեզվի ուսումնասիրության մեջ։ Այսինքն բանասերը կարող է լինել հայերենի մասնագետ, պորտուգալերենի մասնագետ, սվահիլիի մասնագետ եւ այլն։ Իսկ լեզվաբանների դեպքում, քանի որ իրենք ուսումնասիրում են առհասարակ լեզուն որպես համակարգ, լեզուների իմանալը այստեղ դառնում է օժանդակող եւ օգնող հավելյալ ինֆորմացիա, բայց պարտադիր չի իմանալ օրինակ գերմաներեն, որpիսի մենք ուսումնասիրենք գերմաներենը լեզվաբանական տեսանկյունից, որովհետեւ այստեղ մենք ուսումնասիրում ենք լեզվի կառուցվածքը, եւ լեզվաբանը հստակ կարող է կարդալ նախադասություն մի լեզվով, որին չի տիրապետում, եւ բավական նախադասություններ տեսնելուց հստակ կարող է մատնանշել, որն է այս լեզվում գոյականը, որն է հոլովման օրենքը եւ այլն, որովհետեւ մենք դիտարկում ենք հենց կառուցվածքային տեսանկյունից։ Իսկ լեզվաբանական մարդաբանությունը, ինչպես արդեն նշեցի, դիտարկում է լեզուն հենց որպես սոցիալական եւ մշակութային կարևոր էլեմենտ։ Այսինքն լեզվաբանական մարդաբանը լեզուն չի կարող ուսումնասիրել առանց լեզվակիրների, առանց այն համայնքի, ովքեր որ խոսում են այդ լեզվով։ Եվ հիմնական մեթոդը հենց էթնոգրաֆիան է։ Այստեղ մի քիչ արդեն շատ կարևոր է դառնում հենց եվրոպական եւ ամերիկյան մոտեցումների տարբերությունները, որովհետեւ եվրոպական լեզվաբանությանը զուգահեռ, հետագայում նաեւ ամերիկյան լեզվաբանությանը զուգահեռ ձևավորվեց մեկ այլ ճյուղ հենց լեզվաբանության դաշտում, որը կոչվում է sociolinguistics կամ սոցիալական լեզվաբանություն։ Սոցիալական լեզվաբանության համար նույնպես կարևոր է լեզուն հենց սոցիալական տեսանկյունից։ Եվ ինչ որտեղ են թեմաները, որոնք ուսումնասիրում են սոցիալական լեզվաբանները եւ մարդաբանական լեզվաբանները, նմանություններ ունեն։ Այստեղ ավելի շատ տարբերությունը հենց մեթոդն է, որովհետեւ լեզվաբանական մարդաբանները հիմնականում աշխատում են որակական մեթոդներով, իսկ սոցիոլինգվիստները ավելի շատ աշխատում են քանակական մեթոդներով։ Եվ եթե լեզվաբանական մարդաբանների համար, ինչպես նշեցի, շատ կարևոր է հենց լինել դիտորդի դերում խոսքի եւ զրույցի ներկայություն ապահովել եւ հենց այդ բնական խոսքի եւ զրույցի միջոցով կատարել ուսումնասիրությունները, սոցիալական լեզվաբանները շատ հաճախ իրենց նյութը հավաքում են հարցազրույցների միջոցով։ Բայց այստեղ շատ հետաքրքիր տարբերություն կա։ Խոսքը գնում է ոչ թե այնպիսի հարցազրույցի մասին, երբ մեզ համար կարևոր է տվյալ զրույցի կոնտենտը, այսինքն թե ինչի մասին են խոսում մարդիկ, այլ սոցիոլինգվիստները այս հարցազրույցներից հետո քաղում են եւ ուսումնասիրում են լեզուն։ Ենթադրենք, ես վարում եմ 3 ժամանոց հարցազրույց եւ հարցնում եմ ձեզ ձեր դպրոցական տարիների լավագույն հիշողությունները, ու դուք շատ ոգևորված ինձ 2 ժամ պատմում եք ձեր դպրոցական տարիների հիշողությունների մասին։ Հետագայում ես ոչ թե ուսումնասիրելու եմ այն, թե ինչ դուք ինձ պատմեցիք, այլ այն, թե ինչպես դուք դա ինձ պատմեցիք, որովհետև ինձ հետաքրքրում է լեզուն։
Սա սոցիոլինգվիստների մեթոդն է, եւ լեզվաբանական մարդաբանները քննադատում են այս մեթոդը, որովհետեւ անկախ նրանից, թե ինչքան բնական միջավայր դուք փորձեք ստեղծել, տվյալ լեզվի լեզվակիրը ձեզ հետ երբեք չի խոսի այն բնական լեզվով, ինչպես ինքը կխոսի իր նույն համայնքի մեկ այլ անդամի հետ։ Այսինքն անկախ նրանից, թե ես ձեզ ինչքան բացատրեմ, հորդորեմ եւ խնդրեմ, որ խոսեք այնպես, ինչպես դուք եք ուզում, դուք միևնույն է կատարելու եք այն լեզվական ընտրության աշխատանքը, որ փորձեք ձեր լեզուն հարմարեցնեք ինձ։ Եթե նույնիսկ ես լիարժեք տիրապետում եմ այդ լեզվին, բայց դա իմ մայրենի լեզուն չէ, կամ մենք չունենք այն նույն մտերմիկ հարաբերությունը, որը դուք ունեք ձեր ընկերոջ կամ բարեկամի հետ։ Սա լեզվաբանական մարդաբանության տեսանկյունից ահռելի փոփոխություն է, որովհետև այն թե ինչպես ենք մենք օգտագործում մեր բնական լեզուն հենց մեր բնական միջավայրում, շատ ավելին է պատմում մեր մասին։ Այսինքն այստեղ իհարկե լեզվաբանական մարդաբանի համար նյութ է նաև այն, թե ինչպես դուք փոխեցիք լեզուն, բայց ըստ դեպքում մենք կգերադասենք ունենանք երկու տարբերակներ ձայնագրված, թե ձեր խոսքը համայնքի ոչ անդամ հանդիսացող մեկի հետ, թե ձեր խոսքը ձեր այլ համայնքի այլ խոսողի հետ, որովհետև այստեղ արդեն հստակ կարող ենք նաև դիտարկել ինչպես դուք որոշեցիք, ինչ որոշումներ կատարեցիք, որպեսզի լեզուն փոխեք։ Եվ վերադառնանք հենց սոցիալական, հենց լեզվաբանական մարդաբանությանը, մեկ կարևոր մատնանշում եմ ուզում անել, ինչպես է լեզվաբանական մարդաբանությունը դիտարկում լեզուն ոչ թե որպես զուտ լեզվական համակարգ կամ քերականական համակարգ, այլ սոցիալական գործողություն։ Այսինքն, երբ մենք խոսում ենք, բացի բառեր արտաբերելուց, մենք ինչ-որ գործողություն ենք կատարում։ Օրինակ, սկսենք ամենապարզից ողջույնից։ Բոլոր լեզուներում կան ողջույնի ձևեր։ Դրանք իրարից տարբերվում են, բայց չկա այդպիսի լեզու, որպեսզի չունենա ինչ-որ մի ձև, որով մարդիկ իրար բարևում են։ Հայերենում ամենատարածվածը բարև, ինչպես ես կամ բարև ոնց ես, չէ՞, որը նման է օրինակ նաև անգլերենի hi how are you։ Այստեղ մենք հարցնում ենք մարդուն, եթե զուտ քերականական, լեզվաբանական իմաստով նայենք, հարցնում ենք մարդու որպիսությունը եւ առողջությունը։ Բայց այս սոցիալական նորմերի բոլորս էլ գիտենք, որ այս դեպքում ոչ մեկ ձեզ 5 րոպեանոց պատասխան չի տալու եւ մանրակրկիտ նկարագրի, թե ինչպես է իրենց առողջությունը, տրամադրությունը, որպիսությունը եւ այլն։ Այս դեպքում սա դառնում է գործողություն, որովհետեւ ես իրականում երբես հարցը տալիս եմ ոչ թե մանրակրկիտ ինձ հետաքրքրում է թե դու իրականում ինչպես ես, այլ ես հաստատում եմ մեր հարաբերությունը տվյալ համայնքում եւ տվյալ համատեքստում։ Ես մատնանշում եմ, որ ես եւ դու իրար ճանաչում ենք, ես քեզ տեսա, ես բարևեցի եւ ես ցուցաբերում եմ քաղաքավարություն ու քեզ հարցնում եմ, թե դու ինչպես ես։ Սրա մեկ այլ օրինակ է, երբ խոսքը կոնկրետ կարողանում է ստեղծել նաև որոշակի իրականություն կամ փոխել այդ իրականությունը։ Երբ ես ասում եմ, ես խոստանում եմ, այսօր ձեզ չեմ ձանձրացնի, ես ոչ միայն դա ասում եմ, այլ ես ձեզ խոստում եմ տալիս։ Եվ այս խոստումը նաև ինչ-որ պարտավորություն է դնում իմ առաջ, եւ այս խոստումը դառնում է նաև փոխադարձ ինչ-որ համաձայնություն, այսինքն սա միայն բառեր չեն, սրանք հստակ սոցիալական գործողություններ են։ Կամ եթե դիտարկենք եկեղեցում կամ համապատասխան պետական ինստիտուցիոնալ համակարգում, երբ մարդը հայտարարում է ձեզ կին եւ ամուսին, ընդամենը այս բառերով փոխում է ձեր իրականությունը, փոխում է ձեր սոցիալական դերը թե իրար նկատմամբ, թե առհասարակ համայնքում, եւ ընդամենը այս մի խոսքով, որը բացի բառ լինելուց, փոխում է լիարժեք ձեր իրականությունը։ Հենց այս նրբություններն են նաեւ, որով որ հետաքրքրված է լեզվաբանական մարդաբանությունը։ Խոսեցի սկզբում մի փոքր լռության մասին, ինչքանով է լռությունը նաև կարևոր եւ ինչքանով ենք մենք լռությունը ուսումնասիրում։ Առհասարակ կա այսպիսի օրենք, որ բնական զրույցի ժամանակ, երբ լռությունը որոշակի սահմանից անցնում է, մարդիկ սկսում են իրենց անհարմար զգալ։ Մի տեսակ դառնում է ինչ-որ անհարմար լռություն ու այդ պահին ինչ-որ մեկը փորձում է լրացնի ու լցնի այդ լռությունը, չէ՞։ Մեկը կսկսի ավելի ինչ-որ խոսել, ավել հարց տալ, եթե բացարձակ թեմա չկա, անցնում ենք, բա ուրիշ ինչ կա, ոնց եք, չէ՞։ Ցանկացած ձևով մենք փորձում ենք այդ լռությունը լրացնել։ Իրականում սա հետաքրքիր մեթոդ է, որ նույնիսկ մեր հարցազրույցների ժամանակ մենք օգտագործում ենք, երբ շատ անգամ հաջորդ հարցը տալու փոխարեն մենք դիտմամբ երկարացնում ենք այդ լռությունը, որովհետև հենց այս լռության մեջ է, որ մարդիկ այդ առաջին պլանավորված սցենարով մտովի գրված եւ քաղաքակիրթ պատասխանից հետո շարունակում են խոսել այդ թեմայի մասին ու ասել ավելին, քան հավանաբար ի սկզբանե մտադիր էին։ Կամ դիտարկենք մեկ այլ համատեքստ, պատկերացրեք դասարանում ուսուցչուհին հարցնում է, ինչ-որ հարց է տալիս ու դասարանում լռություն է։ Այստեղ այս լռությունը շատ իմաստալից լռություն է, չէ, ու կարող է շատ տարբեր իմաստներ ունենալ։ Ամենաառաջին տրամաբանական
ելակետին, որ կարող ենք գալ, սա այն է, որ ոչ մեկ դասը չի սովորել, ոչ մեկ չի կարդացել, բոլորս լռում ենք։ Մեկ այլ տարբերակ կարող է լինել, որ մի մասը կարդացել են, մյուս մասը չի կարդացել, բայց որոշել են երեխաները համախմբվել եւ այս լռությամբ միմյանց օգնել, չէ՞։ Կարող է լռությունը լինել որոշակի դիմադրություն, ինչ որ խնդիր է եղել ուսուցչի հետ եւ հիմա մենք այս լռությամբ փորձում ենք ցույց տալ մեր դիրքը։ Լռությունները կարող են լինել քաղաքական շատ հարուստ մեսիջներ, այսինքն ըստ տարբեր համատեքստի, անգամ որոշել չխոսելը, այդ ընտրություն կատարել լռելը կարող է իր մեջ շատ խորը իմաստներ ունենալ։ Եվ վերջապես ով ունի խոսելու իրավունք։ Հիմա այս պահին դուք բոլորդ լուր լսում եք, որովհետև խոսափողը իմ ձեռքին է եւ այս համատեքստում մենք եկել ենք այս համաձայնության, որ լինելու է որոշակի խոսքի հերթափոխ, չէ՞։ Սա նույնպես ընդհանուր սոցիալական նորմ է, որին մենք հանգել ենք, իսկ այլ հասարակություններում ավելի ծայրահեղ դեպքեր կարող են լինել։ Կարող են լինել մշակույթներ, որտեղ օրինակ երեխաները իրավունք չունեն խոսել մեծահասակների ներկայությամբ, եթե իրենց ուղիղ հարցադրում չի ներկայացվում։ Կան մշակույթներ, որտեղ կանայք իրավունք չունեն խոսելու որոշակի համատեքստում։ Մենք մեր հայկական մշակույթում էլ ունեցել ենք այդպիսի օրենքներ, չէ, թե ինչ իրավիճակում կարող է խոսել, ենթադրենք նոր հարս գնացած աղջիկը, չէ, այստեղ նաև ունեինք մասնագետ, ով ուսումնասիրել էր հարսերենի լեզուն, որ հենց ելնելով այդ սահմանափակումներից երիտասարդ նոր ամուսնացած աղջիկները իրենց համար լեզվական կոդ են մշակել, որպեսզի կարողանան միմյանց հետ խոսեն, որովհետև որոշ տարածքներում բոլորը չէ, որ ունեն խոսելու իրավունք։ Եվ եթե սահմանափակեմ այս հատվածը առնվազն եւ ինչ որ վերջնական ամփոփեմ, թե ինչ է առհասարակ ուսումնասիրում լեզվաբանական մարդաբանությունը, մենք դիտարկում ենք ոչ թե լեզուն որպես համակարգ, այլ ուսումնասիրում ենք, թե ինչ է անում լեզուն մարդկանց հետ եւ մարդկանց կյանքում ու ինչ կարեւոր նաեւ սոցիալական եւ մշակութային դեր ունի։ Շնորհակալություն։ Ձայնարտադրության մեջ նաեւ կարեւորություն ենք տալիս դերասանի վարպետության մեջ էլ շնչառությանը։ Դրա վերաբերյալ կա ինչ որ սա վերաբերվում է մարդաբանությանը լեզվաբանական։ Ինչ որ չափով այո, որովհետև կան հատուկ լեզուներ, որովհետև ձայնային արտադրությունը շատ ավելի շատ է հիմնվում շնչառական տարբեր հմտությունների վրա, քան ենթադրենք հայերենը, ռուսերենը կամ անգլերենը։ Ինչ որ կերպ նաև ունենք ձայնային լեզուներ, որտեղ հենց կանչը ինքնին որևէ բառ կամ միտք արտահայտող էլեմենտ է եւ այդ դեպքում քո ձայնը պիտի բավական բարձր լինի, որպեսզի այդ կանչը կարողանա նաեւ հեռավորություններից հասնի եւ լսելի լինի։ Աֆրիկյան լեզուներում ունենք click, այսինքն կտկտոցի նման ձայն հանող լեզուներ, որտեղ հիմնականում լեզուն հպվում է քիմքին եւ կախված թե քիմքի որ մասին է հպվում, ձայնը իրարից տարբերվում է եւ յուրաքանչյուր այդ տարբերվող ձայնը առանձին հնչյուն է։ Այսինքն շնչառությունը ուսումնասիրվում է այնքանով, ինչքանով որ համապատասխանում է տվյալ լեզվի հնչյունային արտադրությանը։ Բարև բոլորին, ես Գագիկն եմ, մասնագիտությամբ սոցիոլոգ, հարգելի Լիլիթ, շնորհակալ եմ քրեստոմատիկ եւ հիմնավոր ներկայացման համար։ Հնարավոր է հարցս առաջանցի կա ու ձեր ելույթի հաջորդ փուլերում անդրադառնաք այս խնդիրներին, բայց ձեր ընթացիկ ներկայացումից տպավորություն ստացա, որ լեզուն եւ նշանների համակարգը կամ կոդերը դրանք կայունորեն վերարտադրվող համակարգեր են եւ նշանակիչը, նշանակյալը, եթե սասյուրով գնանք, միշտ ենթարկվում են ինչ-որ կանոնների, որոնք ֆիքսված են, երբ որ մենք մեր ընկերոջ ասում ենք ինչ կա, ինքը կարծես թե ինչ-որ նորմատիվ արձագանք է ցուցաբերում։ Բան չէ, սովորական եւ այլն, բայց ինձ հետաքրքրում է նաեւ ոնց են այդ կառուցվածքները կոտրվում, հավանաբար ձեզ ծանոթ է Ումբերտո Էկոյի կամ Գարֆինկելի մոտեցումները, այդ bridging փորձերը, երբ որ այդ կայունորեն վերարտադրվող համակարգերը միտումնավոր կամ մեթոդիկ կոտրվում են, ու դա հանգեցնում է փոփոխությունների, լեզվի ընդարձակման, դեֆորմացիայի եւ այլն, կուզեի հասկանալ ինչքանով եք դիտարկել հենց այս դինամիկան, ստատիկայից բացի, ու եթե անդրադառնալու եք, ես ուղղակի կսպասեմ, կլսեմ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ հարցի համար։ Այսօր
շատ չեմ անդրադառնալու, որովհետև հաշվի առնելով, որ փորձում էի մաքսիմալ հանրամատչելի անել զրույցս, քանի որ նաև տեղյակ չէի, թե հանդիսատեսը ինչ մասնագիտության տեր մարդիկ են լինելու, հավանաբար այդքան տեսական մանրամասների չենք անդրադառնա։ Բայց այո, շատ կարևոր, շատ հետաքրքիր բան եք մատնանշում։ Զուտ անձնական փորձից ասեմ, որ շատ հաճախ երբ ինչ-որ նոր տեսություն, ինչ-որ մի նոր երևույթ պիտի ուսանողներին ներկայացնեմ, ես ինքս եմ կոտրում այդ ստանդարտները։ Այսինքն լսարանում սա օգտագործվում է որպես շատ հետաքրքիր խաղ, երբ առաջին հերթին դու շոկի ես ենթարկում ուսանողներին կամ զարմանք ես առաջացնում, բայց դա ստիպում է իրենց ենթադրել, որ փաստորեն կան այլ տարբերակներ։ Դա ստիպում է իրենց հարցականի տակ դնել մի բան, որ իրենք ընդունել են որպես նորմատիվ, առանց հասկանալու, որ սա ուղղակի մի օր նորմատիվ չի դարձել, չէ՞։ Մենք բոլորս համայնքով եկել ենք ընդհանուր այդ համաձայնությանը եւ ունենք այն գիտելիքը որպես համայնք, որ այս իրավիճակում այսպես ենք խոսում։ Ու սա առավել եւս կիրառում եմ շատ հենց հիմա, երբ արդեն Հայաստանում եմ դասավանդում, որովհետեւ Միացյալ Նահանգներում դու նույն լսարանում կարող ես ունենալ տարբեր լեզուների տիրապետող, տարբեր մշակութային անցյալով ուսանողներ։ Էլի հետաքրքիր արդյունքներ են տալիս, որովհետև միևնույն է, որոշ լեզվական դրսևորումներ նույնիսկ ստանդարտացված են անկախ մշակույթից եւ անկախ լեզվից, բայց առավել եւս հայկական մշակույթի կրողներ լինելով, բոլորս շատ ավելի հեշտ ենք նորման ընդունում որպես չգրված օրենք ու կասկածի տակ չենք դնում։ Երևի թե այս պահին այսքանն է, բայց շատ շնորհակալ եմ հարցի համար։ Ողջույն, շնորհակալություն շատ բովանդակալից սեմինարի համար։ Ճիշտ քանի որ խոսեցինք լեզվի փոփոխությունից, ինձ հետաքրքիր էր արդյոք պատմական տեսանկյունից, պատմական ակնարկը, ինչքան է իհարկե ձեր հետազոտությունը ծածկում կամ միգուցե խոսելու եք դրա մասին, արդյոք ինչպես է դա անդրադառնում լեզվի ու լեզվամետածողության վրա, մասնավորապես մտքումս ինչն է, օրինակ Մարկ Նշանյանի թարգմանչական դամբարանում շատ է խոսվում այն մասին, որ քանի որ հայեր են, հենց այս կոնտեքստում, այս համատեքստում, քանի որ մեր լեզվով թարգմանությունները շատ չեն եղել մասնավորապես փիլիսոփայության տեսանկյունից, մենք չէինք թարգմանում Հեյգել, չէինք թարգմանում Արենդ կամ Հայդեգար, այլ հիմնականում աստվածաշնչյան թարգմանություններն են շատ եղել ու փորձում է ներկայացնել Նշանյանը, թե ինչպես է դա ազդել մեր լեզվամտածողության վրա, մասնավորապես թե ինչու է, որ մեր լեզուն կարելի ասել չի ապրում, հիմա իհարկե կարծում եմ բավականին տարբեր է ու փորձում ենք շատ ապրեցնել, հենց եթե թարգմանչությունից ենք խոսում, ինձ օրինակ հետաքրքիր է ձեր տեսանկյունը այդ մասով, թե պատմական իրադարձությունները, դու կարող ենք անգամ շատ հետ գնան արդեն ցեղասպանություն եւ այլն, եւ արդեն թարգմանչական գործը ինչ ազդեցություն ունենում լեզվի ու լեզվամտածողության զարգացման վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Եթե դեմ չեք, սկսեմ մի փոքր անհամաձայնությամբ, որովհետև ուզում եմ հարցականի ենթարկել այդ պնդումը լեզուն չի ապրում։ Որտեվ ինչ է նշանակում լեզվի ապրելը։ Եթե մենք այսօր բոլորս այստեղ ենք ու այս լեզվով խոսում ենք, շփվում ենք տարբեր հարթակներում, տարբեր համատեքստերում, ուրեմն լեզուն ապրում է։ Այլ բան է թե ինչպես, ինչ համատեքստերում, ինչ թեմաների շուրջ են քննարկումներ անում եւ այլն։ Այդ դեպքում այո, համաձայն եմ ձեր դիտարկման հետ, որ բնականաբար լեզվի ոչ թե զարգացում, այլ ժամանակի ընթացքում փոփոխությունները, ինչի եմ խուսափում զարգացում բառից, որտեղ զարգացումը էլի ենթադրում է ինչ-որ 0 կետից հասնում ենք դեպի բաղձալի ինչ-որ կետի, չէ՞, բայց չկա լեզվի համար բաղձալի կետ։ Լեզվի համար միակ բաղձալի վիճակը, ոչ թե կետը, դա կենթանի լինելը եւ ապրելն է։ Եվ հայերենը այսօր էլ է ապրում, 100 տարի առաջ էլ էր ապրում, 200 տարի առաջ էլ էր ապրում, չէ՞, տարբեր իրավիճակներում եւ տարբեր համատեքստերում, բայց ապրում էր։ Այդ փոփոխությունները այո, ուղղակիորեն կապված են շատ տարբեր երևույթների հետ։ Կոնկրետ թարգմանության դեպքում կան ոլորտներ եւ կան թեմաներ, որոնց մասին հայերենով խոսելը գուցե մեզ համար մի փոքր թվա արհեստական, որովհետեւ իմ օրինակը հենց թեկուզ բերեմ, երբ նոր ես հետ վերադարձա Հայաստան, ինձ համար շատ դժվար էր իմ մասնագիտության մասին հայերեն խոսել։ Նախ այն պարզ պատճառով, որովհետև ամբողջ մասնագիտական կրթությունս անգլերենով էր ու ես պիտի ինքս ինձ սովորեցնեի այս թեմաների մասին սկսել հայերեն մտածել, որովհետև սովորում էի մի բաժնում, որտեղ միակ հայալեզուն ասպիրանտ ես էի, այսինքն թե իմ գոլեգաները, թե իմ բոլոր դասախոսները ոչ մեկ հայերենին չէր տիրապետում, հետևաբար իմ ամբողջ թե խոսելը, թե մտածելը, թե կարդալը եւ թե գրելը այդ թեմաների շուրջ հայերեն էր։
Հիմա պատկերացրեք, սա զուտ իմ անձից վերածենք ավելի մեծ համայնքի, չէ՞։ Եթե տվյալ համայնքը անընդհատ խոսում, մտածում, գրում եւ կարդում է մի երևույթի մասին մեկ այլ լեզվով, ոչ թե իրենց մայրենիով, շատ ավելի դժվար է լինելու դա դարձնել սովորություն, որպեսզի մայրենիով նույնպես խոսենք։ Այնպես որ այո, միանշանակ։ Այստեղ նաեւ վտանգավոր է դառնում լեզվի ինչ որտեղ լեզվի մասին պատկերացումների կարծրացումը, քանի որ մենք լեզվով չենք խոսում հայերենով փիլիսոփայության մասին ենթադրենք այնքան շատ էլի զուտ, չնայած ես համաձայն չեմ այդ մտքի հետ էլ, որովհետև մենակ այն, որ մենք ունենք բուհեր, որտեղ դասավանդվում է փիլիսոփայություն, չէ, ամենապարզ օրինակը, հետևաբար մենք բավական խոսում ենք փիլիսոփայությունից։ Բայց լավ, թարգմանություններ այդքան գուցե չկան, հա, շատ ավելի հավանական է նույն Նիցշեն գնանք անգլերենով, ռուսերենով կարդանք, բայց այսօր մենք արդեն ունենք Նիցշեի հրաշալի հայերեն թարգմանություն իմիջիայլոց, որ էլի կարող ենք օգտագործել ու կիրառել։ Այսինքն ինչ որտեղ ազդում է լեզվամտածողության վրա, բայց միանշանակ ես դեմ եմ այդ ծայրահեղական մոտեցմանը, որ դրա միջոցով լեզուն չի ապրում։ Լեզուն ապրում է, պարզապես համակերպվում է այն միջավայրին եւ այն կարիքներին, որ մենք ունենք։ Եթե մենք ունենանք կարիքը որևէ թեմայի մասին խոսելով մեր մայրենիով, մենք կգտնենք ձևերը, ճանապարհները եւ կխոսենք այդ թեմայով մեր մայրենիով։ Շնորհակալ եմ։ Երկրորդ հատվածը վերաբերում է հետեւյալ հարցին. ինչ է լեզուն պատմում մեր մասին։ Սկզբում կներկայացնեմ մի փոքր էլի շատ կարճ տեսություն եւ օրինակներ, որպեսզի հասկանանք ինչ կարող է լեզուն պատմել համայնքների եւ տարբեր մշակույթների ու լեզվակիրների մասին։ Հետո մի փոքր ավելի կանդրադառնամ ինչքանով լեզուն կարող է պատմել ինչ որ երևույթներ մեր մասին որպես անհատներ։ Լեզվի եւ մտքի, լեզվի եւ մտածելակերպի եւ առհասարակ աշխարհահայացի միջև այս զուգահեռները առաջինը անցկացրել են գիտնականներ Սաֆիրը եւ Վուրֆը։ Իմիջիայլոց Վուրֆը հենց Սաֆիրի ուսանողն է եղել, ով հետագայում նաեւ շարունակել է իր գործը եւ իրենք նաեւ անմիջականորեն հենց Ֆրանց Բոազի նաեւ գիտական մոտեցման շարունակողներն են եւ իրենք առաջ բերեցին լեզվական հարաբերականություն տեսությունը, որը հենց խոսում է նրա մասին, որ այն թե ինչ լեզվով ենք մենք խոսում, ազդում է նրա վրա, թե ինչպես ենք մենք դիտարկում աշխարհը, ինչպես ենք մտածում աշխարհի մասին, ինչպես ենք ընկալում մեր միջավայրը եւ ինչին ենք ավելի շատ ուշադրություն դարձնում։ Կան դեպքեր, երբ այս տեսությունը մի քիչ ավելի ծայրահեղական դարձավ, այսինքն լեզուն մեզ թելադրում է, թե ինչ մտածենք, որը իհարկե սխալ մոտեցում է, որովհետեւ այս դեպքում նաեւ լեզուն մեզ չի սահմանափակում։ Այսինքն կախված քո լեզվից կամ լեզուներից, որոնց դու տիրապետում ես, չկան երևույթներ, որոնք քեզ երբեք հասանելի չեն լինելու։ Պարզապես լեզուն, քանի որ ինքը կառուցվածքային համակարգ է, լեզվակրին տալիս է համապատասխան համակարգ աշխարհը դասակարգելու համար։ Որպեսզի սա ավելի լավ պատկերացնենք, մի քանի կոնկրետ օրինակներ դիտարկենք։ Դրանցից առաջինը օրինակ ժամանակի ընկալումն է, թե ինչպես ենք մենք մտածում ժամանակի մասին, ուղիղ համատական է նրա հետ, թե ինչ լեզվով ենք մենք խոսում։ Հայերենում, ռուսերենում, անգլերենում մենք ժամանակը պատկերացնում ենք գծային տարբերակով, որտեղ հստակ կա անցյալ, ներկա եւ ապագա։ Բայց սա ոչ բոլոր լեզուներին է հատուկ։ Օրինակ հոպի լեզուն, որը էլի օգտագործվում է Ամազոնում ապրող հնդկացիների կողմից, քերականորեն չի մատնանշում ժամանակը, անցյալ, ներկա եւ ապագա։ Եվ պատկերացրեք, որ եթե դուք խոսում եք մի լեզվով, որտեղ ամեն արտահայտություն, ամեն նախադասություն անելիս դուք չեք ֆիքսվում նրա վրա, թե ինչ ժամանակահատված հիմա պիտի ես օգտագործեմ, ինչ ժամանակային ձև պիտի օգտագործեմ։ Բնականաբար առհասարակ ձեր ժամանակի ընկալման վրա սա ուղղակիորեն ազդեցություն է ունենում, որտեղ մենք որպես հայախոսներ անընդհատ հստակ գիտենք, ես հիմա գնում եմ, ես երեկ գնացել էի, ես վաղը կգնամ։ Եվ երբ որ սա անընդհատ մատնանշում ենք մեր լեզվի մեջ, լեզուն մեզ ուղղորդում է, որպեսզի մենք անընդհատ նաև ժամանակի մասին հստակ այս 3 բաժանումով մտածենք առհասարակ մեր առօրյայում։ Կամ օրինակ այսպիսի լեզու կա, որ կոչվում է Այմարա, որով խոսում են հիմնականում Պերույում եւ Բոլիվիայում։ Այս լեզուն պատկերացնում է անցյալը առջևում, ապագան ետևում, որը մեզ համար ուղիղ հակառակն է, չէ՞։ Հիմա բացատրեմ տրամադրությունը եւ դուք կասեք իրոք որ կարող ենք էլ պիտի փոխենք։ Ինչի է անցյալը առջևում, որովհետեւ դու արդեն գիտես ինչ է եղել անցյալում։ Հետևաբար այդ բոլոր իրադարձությունները քո աչքի առաջ են, քեզ հասանելի են եւ քեզ տեսանելի են։ Ինչու է ապագան ետևում, որովհետեւ այն քեզ անհայտ է, դեռ գաղափար չունես ինչ է լինելու, հետևաբար քո տեսադաշտից դուրս է։ Եվ սա էլի ուղղակիորեն նաեւ ազդում է մեր մտածողության ու աշխարհընկալման վրա։ Երկրորդ կարևոր էլի այսպիսի
համակարգման մեխանիզմ աշխատում է, երբ մենք խոսում ենք տարածության եւ ուղղության մասին, չէ՞, ինչպես ենք առհասարակ ընկալում մեծ տարածության մեջ եւ տարածությունը որպես երևույթ։ Ավստրալիայում կա աբորիգեն մի լեզու, որտեղ մարդիկ ուղղությունը ցույց տալու, մատնանշելու համար միշտ օգտագործում են հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Հիմա եթե ես ձեզ հարցնեմ, ինձ ցույց կտաք, որտեղ է հյուսիս, արևելքը։ Ձեզնից քանիսը 5 վայրկյանում միանգամից ցույց կտան հյուսիս, արևելքը։ 1, 2, 3։ Մի երկու հոգի էլ սենց կամ այս կողմ կամ այն կողմ։ Եթե դուք բոլորդ խոսեիք այն լեզվով, որտեղ որ հստակ մարդիկ միշտ մատնանշում են հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, դուք շատ հստակ 2 վայրկյանում միանգամից ցույց կտաք։ Եթե ակնկալում եք, որ ես եմ ցույց տալու, չէ, ես էլ չգիտեմ։ Մենք օգտագործում ենք աջ, ձախ, վերև, ներքև։ Այսինքն սա էլի հստակ մի բան է, որ ոչ թե գենետիկորեն մենք ժառանգում ենք, ոչ թե այս մարդիկ շատ ավելի լավ են պատկերացնում աշխարհի դիրքը, ոչ թե բոլորը իրենց գրպանում ժամացույցի փոխարեն ունեն կողմնացույց, այլ պարզապես լեզուն ստեղծում է մի համակարգ, որտեղ դու պիտի անընդհատ ուշադիր լինես, որ կողմում է հյուսիսը, որ կողմում հարավը, որտեղ երբ ես քեզ հարցնեմ դեպի ուր ես քայլում, երբ ես քեզ հարցնեմ իսկ որտեղ է գտնվում դպրոցը, իսկ որտեղ ենք հանդիպում շենքի որ մասում, դու ինձ չես բացատրելու աջ կողմում, ձախ կողմում, շենքի ետևում, դու ինձ բացատրելու ես շենքի հարավ-արևելքում։ Հետևաբար լեզուն քեզ ստիպում է, որ դու միշտ զգոն լինես ու համակարգես աշխարհը ըստ դրա։ Մի հետաքրքիր տարբերություն էլ կա այստեղ, մենք դիտարկում ենք տարածությունը մեր մարմնից, այսինքն ինձնից, աջ, ձախ։ Իսկ երբ դու ասում ես հյուսիս-արևելք, այդ հյուսիս-արևելքը շատ ավելի քիչ փոփոխական երևույթ է, քան քո կողմից ինչ որ բանի աջ կամ ձախ, վերև, ներքև գտնվելը։ Եվ վերջին մի օրինակ էլի այս տեսությունը շատ ավելի լավ հասկանալու համար, ընտանիքի անդամների անունները։ Առհասարակ մարդաբանության հենց ամենասկզբի ձևավորման ժամանակաշրջանում մարդաբանները հասկացան, որ ընտանիքին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել ցանկացած համայնքը ուսումնասիրելու համար, որովհետև ինչպես ողջույնը կա ցանկացած լեզվում, այդպես էլ ընտանիք կառույցը կա բոլոր մշակույթներում։ Իր կառուցվածքով ընտանիքները կարող են շատ տարբեր լինել, կախված թե մարդիկ քանի ընտանիքի անդամ ունեն, ինչպես են որոշում հարաբերությունները եւ այլն, բայց յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր հասարակություն ունի ընտանիք։ Հետևաբար մարդաբանները, որպեսզի կարողանային շատ ավելի լավ հասկանային տվյալ մշակույթի արժեհամակարգը, առաջին երևույթներից մեկը, որ ուսումնասիրում էին, դա հենց ընտանիքն էր։ Եվ սա արվում էր սովորաբար նաև հենց ընտանիքի քարտեզ գծելով։ Այսինքն հստակ փորձում էին հասկանան մարդկանց հարաբերությունները միմյանց հետ, քանի հոգի են ապրում մի տանը, ինչ հարաբերություններ ունեն միմյանց հետ, ինչ պարտականություններ ունի ընտանիքի յուրաքանչյուր անդամ եւ լեզվաբանական մարդաբանության տեսանկյունից ինչ անուններով ենք մենք դիմում մեր ընտանիքի անդամներին, որովհետեւ սա նույնպես բացահայտում է շատ հետաքրքիր կարևոր շերտեր մեր մշակույթի մասին։ Այստեղ էլի օրինակը բերեմ անգլերենից, մենք ունենք մեկ բառ and, որով նկարագրում ենք մեր ծնողների երկուսի քույրերին։ Հայերենում մենք ունենք մորաքույր եւ հորաքույր, այսինքն կա հստակ տարբերակում։ Սա արդեն մեզ ասում է, որ այս երկու լեզվում, հետեւաբար նաեւ մշակույթներում, այն թե ինչպես ենք մենք վերաբերվում այս բարեկամներին, շատ տարբեր են։ Եթե անգլերենում մենք ունենք մեկ տերմին, հետեւաբար մեր վերաբերմունքը այս երկու անձանց գրեթե նույնն է, հայերենում տարբերակում ենք։ Իսկ լեզվաբանական մարդաբանության ամենակարևոր կանոններից մեկը հետևյալն է. եթե ինչ-որ մի բան լեզվով տարբերակվում է, ուրեմն կա պատճառ, ուրեմն կա իմաստ, կա հստակ նպատակ։ Այսինքն մորաքույրը եւ հորաքույրը առհասարակ մեր ընտանիք համատեքստում եւ կառուցվածքում ունեն երկու շատ տարբեր դերեր։ Հետևաբար ունեն նաեւ տարբեր իրավունքներ, տարբեր պարտականություններ։ Սա կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Ենթադրենք ժառանգության հարցում, ինչքան պատասխանատվություն եւ իրավունք ունի նրանցից յուրաքանչյուրը, երեխաների խնամքին զբաղվելու եւ ներգրավված լինելու հարցում, չէ՞, տարբերությունները շատ տարբեր կարող են լինել։ Իհարկե ժամանակի ընթացքում դրանք կարող են նաեւ փոփոխվել։ Եթե հետ վերադառնանք լեզվի փոփոխության հարցին, եթե գա մի օր, որ մեր ընտանիքի կառուցվածքում այլևս այդ տարբերությունը էական չլինի, երկար ժամանակի ընթացքում, բայց այնուամենայնիվ ինչ որ մի պահ լեզուն բնականon կերպով այս երկու տերմինները կփոխարինի մեկով, որովհետև այդ տարբերակումը այլևս կարևոր չի լինի։ Նույն կերպ հակառակը, եթե ինչ որ մի այլ լեզվում մեկ օր այս տարբերակումը հասկացվի, որ ինչ որ երևույթների եւ գործոնների փոփոխության արդյունքում արդեն կարևոր է սա տարբերակել, ապա կստեղծվեն համապատասխան նոր տերմիններ։
Հայերենում նաև շատ կարևոր է դուի եւ դուքի տարբերակումը։ Սա իհարկե միայն հայերենին չի բնորոշ, մենք ունենք ռուսերենում դուի, ունենք իսպաներենում ուստերուստերես, ֆրանսերենում ունենք դուևու, չէ, այսինքն կան առհասարակ լեզուների խմբեր, որոնք առանձնացնում են այս դերանունները եզակի եւ հոգնակի թվով։ Բայց դրանք բացի տարբեր քերականական թիվ ներկայացնելուց ունեն էլի շատ կարևոր սոցիալական գործոն, որովհետև եթե ես մեկ անհատին, ում քերականական տրամաբանությամբ պիտի դիմեմ եզակի թվի երկրորդ դեմքի դերանունով, եթե ես նրան դիմում եմ հոգնակի թվի երկրորդ դեմքի դերանունով, սա արդեն ստեղծում է մեկ այլ սոցիալական հարաբերություն։ Սա կարող է նշանակել որևէ համատեքստում հարգանք, կարող է նշանակել հիերարխիա, կարող է նշանակել պաշտոնական համատեքստ, ըստ իրավիճակի նույնիսկ նույն մարդուն ես ինչ որտեղ կարող եմ դիմել դույով, մեկ այլ իրավիճակում դուքով։ Այստեղ նաև հարց է առաջանում, թե դիմելաձևը ավելի շատ ում համար է, այս երկու խոսակիցների, թե նաև ինչ որ ներկա հանդիսատեսի, որոնց ներկայության դեպքում ես պիտի այս մարդուն դիմեմ դուքով։ Եվ այլն։ Այստեղից մի փոքր ավելի մանրանամ դիմելաձևերին, որովհետև դիմելաձևերն էլ էլի շատ կարևոր մանրուքներ են լեզվաբանական, որոնք դառնում են պատուհան տվյալ համայնքում ստեղծվող հարաբերությունների եւ այդ հարաբերությունների զարգացման մասին։ Երբ մենք ունենք օրինակ պարոն եւ տիկին, որոնք թե ստեղծում են պաշտոնական համատեքստ, բայց նաեւ մատնանշում են ձեր խոսակցի սեռը։ Եվ պարոնի դեպքում, բացի խոսակցի սեռից, ուրիշ ինֆորմացիա չի տրվում։ Բայց կանանց դեպքում մենք ունենք տիկին եւ օրիորդ տարբերակումը, երբ որ այստեղ տալիս ենք եւս ավել ինֆորմացիա նաեւ կնոջ ամուսնական կամ ոչ ամուսնական ստատուսի մասին, չէ՞։ Ու այստեղ էլի հարց է առաջանում, ինչու է տղամարդկանց դեպքում դա ոչ այդքան կարեւոր ինֆորմացիա, որ դիմելաձևի մեջ չի պարունակում, իսկ կանանց դեպքում մենք հարկ ենք գտել դա ներառել նույնիսկ դիմելաձևի մեջ, որպեսզի այս տեղեկատվությունը դառնա հանրային եւ բոլորին հասանելի։ Որը արդեն կարելի է մեզ մտածելու տեղիք տալ առհասարակ սեռական եւ գենդերային տարբերակումների վերաբերյալ։ Սրան զուգահեռ ունենք ընկեր դիմելաձևը, որի մասին ես նաեւ իմ դիսերտացիայում մի ամբողջ գլուխ ունեմ նվիրված ընկեր դիմելաձևին, որը իհարկե Հայաստանի կրթական համակարգում ամենատարածված դիմելաձևն է։ Եթե դիտարկենք բառը զուտ իմաստով, ընկեր նշանակում է քեզ մտերիմ մարդ, չէ՞։ Եթե հետ գնանք աղայանի բառարանի հենց բառակազմական, ընկեր նշանակում է մարդ, ում հետ դու կիսում ես ուտելիքը, չէ՞, որ էլի նշանակում է բարեկամ, հարազատ եւ այլն։ Չգիտեմ քանիսը եք ունեցել այդպիսի փորձառություն, որ ձեր ուսուցիչներին համարեք ձեր ընկերը, եթե եղել են շատ ուրախ եմ, շատ լավ է, բայց մեծ մասամբ, երբ մենք ուսուցիչներին, դասախոսներին, մանկապարտեզի դաստիարակներին դիմում ենք ընկերով, մենք նկատի չենք ունենում հենց ընկեր բարեկամ, չէ՞։ Այսինքն եթե այս կառուցվածքը դիտարկենք զուտ լեզվաբանական իմաստով, մենք բաց կթողնենք այն կարևոր սոցիալական մշակութային շերտերը, որ այս բառը պարունակում է։ Այստեղ կան սովետական հետքերը, չէ, սովետական ստվերը, բայց նույնիսկ սովետական ժամանակ ընկեր տերմինը եղել է էլի սոցիալիզացիայի մի տարբերակ, որի միջոցով դա նշանակել է հավասարություն։ Ի սկզբանե քաղաքական ամբողջ այդ նարատիվը ընկերը ցուցադրել է որպես միմյանց հավասար, չէ, սոցիալիզմում ապրող քաղաքացիներ։ Ու հետո այս տերմինը նորից ձևափոխվել է եւ արդեն մուտք է գործել կրթական համակարգ, ու այսօրվա ընկերը ոչ կապ ունի մեր մտերիմ մարդու հետ, ոչ կապ ունի այդ քաղաքական սոցիալիզմի իմաստի հետ, այլ հակառակ ունի մեկ այլ կարևոր գործառույթ, որ ստեղծում է հիերարխիա սովորողի եւ սովորեցնողի, աշակերտի եւ ուսուցչի կամ ուսանողի եւ դասախոսի միջև։ Այսինքն բառը ինքը նույնն է, բայց իմաստային ամբողջությամբ փոխակերպվել է։ Լեզուն նաև ցույց է տալիս, թե որտեղից ենք մենք, ինչ հարաբերությունների մեջ ենք տարբեր մարդկանց հետ, լեզուն ինչ որ տեղերում փոխում է նաև իրականություն եւ մատնանշում է, թե ինչն է մեզ համար առհասարակ կարևոր։ Եթե դիտարկենք անհատի մակարդակով, այսինքն այն տարբերությունները, որ ես մատնանշեցի, սրանք կոնկրետ մշակույթի, կոնկրետ հասարակության դեպքում կարելի է ընկալել առհասարակ լեզվամտածողության հետ կապը եւ այդ տարբերությունները։ Անհատի դեպքում լեզուն դառնում է տվյալ անհատի լեզվական եւ սոցիալական կենսագրության քարտեզը, որովհետեւ կախված նրանից, թե ինչպես եք դուք խոսում, ինչ լեզուներով եք խոսում կամ լեզվական ինչ դրսևորումներով, շատ հեշտ կարելի է գծել ձեր կենսագրությունը։ Եթե էլի իմ օրինակը ես բերեմ այստեղ,
Ես ծնվել մեծացել եմ Երևանում, այսինքն իմ առաջին մայրենի լեզուն եղել է Արեցյան բարբառի վրա հիմնված Երևանի խոսակցական հայերենը, դպրոցում ես սովորել եմ գրական հայերեն, հետո որպես օտար լեզու դպրոցում սովորել եմ ռուսերեն, անգլերեն։ Եվ մինչև այս կետը գրեթե ինչ որ չափով ամենատարածված Հայաստանում բնակվող մարդու լեզվական կենսագրությունն է։ Ունենք ինչ որ դպրոցներ, որտեղ նաև կարելի է սովորել մեկ այլ օտար լեզու։ Կամ կարելի է տիրապետել ոչ թե Երևանի խոսակցականին, այլ մեկ այլ մարզի, մեկ այլ քաղաքի եւ գյուղի բարբառին, կամ ոչ թե Երևանի բարբառի փոխարեն, այլ հենց Երևանի բարբառին հավելյալ, չէ՞։ Եվ ինչպես նշեցի, հետագայում որպես հարցի պատասխան այստեղ քննարկեցի, որ իմ մասնագիտական լեզուն երկար տարիներ եղել է անգլերենը։ Այսինքն նույն մարդը կարող է լինել եւ տիրապետել մի քանի լեզուների եւ լինել բազմալեզու, բայց այդ յուրաքանչյուր լեզուն օգտագործել ինչ որ մի համատեքստում։ Եվ նույն լեզվով դուք հնարավոր է նույնքան վարժ չխոսեք, կախված թեմայից, կախված միջավայրից եւ անընդհատ այդ տարբերությունները էլի մատնանշում են այն, թե իրականում ով եք դուք, ինչ ճանապարհ եք անցել։ Անձնական, մասնագիտական լեզուն նաեւ թույլ է տալիս մեզ հետևել մարդկանց միգրացիոն պատմությունները, ինչքան տարի որտեղ եք ապրել, երբ եք տեղափոխվել։ Շատ անգամ նույնիսկ կարելի է հստակ մատնանշել, թե որ տարիներին եք ապրել մեկ այլ մասում, կախված նրանից, թե որ թեմաներն եք ավելի արծարծում այդ նույն օտար լեզվով, եթե մենք տանենք զուգահեռներ ձեր տարիքային առանձնահատկությունների հետ, չէ՞։ Այսինքն, եթե երիտասարդ տարիքում եք ենթադրենք տեղափոխվում եւ 10 տարի ապրում Բեռլինում ու վերադառնում, կամ եթե արդեն բավական մեծ տարիքում եք տեղափոխվում Բեռլին եւ հետ գալիս, ձեր երկու բեռլինյան բառապաշարները շատ տարբեր են լինելու, կախված թե ինչ միջավայրներում եք դուք եղել, ինչ համայնքներում եք հիմնականում շփվել այդ լեզվով, եւ եթե ավելի մանրանանք, ինչպիսին է եղել գերմաներենը Բեռլինում հենց այդ ժամանակաշրջանում։ Այսինքն այս կերպ կարելի է լեզուն օգտագործել որպես քարտեզ, որպեսզի հասկանանք առհասարակ մարդու լեզվական կենսագրությունը։ Ողջույն բոլորին, երկու հատ հարց ունեմ ճիշտն ասած, առաջինը ինչի օրինակ հայոց լեզում մենք չունենք երրորդ դեմքում սեռական տրոհում, այսինքն անձի դեպքում ուղղակի օգտագործում ենք մենակ նա, չունենք արական եւ իգական սեռի տրոհում, եւ երկրորդ հարցը, ինչու որոշ մասնագիտությունների դեպքում մենք ունենք սեռական տրոհում, բայց որոշ մասնագիտությունների դեպքում չունենք։ Օրինակ ավտոմեխանիկ դեպքում մենք չունենք ավտոմեխանիկուհի կամ բժշկի դեպքում ունենք բժիշկ-բժշկուհի։ Ուզում եմ հասկանամ սա արդյոք ինչ որ կապ ունի տվյալ մասնագիտության կիրառության հետ, այսինքն ավելի շատ տվյալ օրինակ սերումը դա օգտագործված եղել, դրա համար ինչ որ սեռական տրոհում չկա, բայց օրինակ չգիտեմ ուսուցիչների դեպքում կամ բժշկական ոլորտում, քանի որ հավասար բաշխում եղել է, նաև առաջացել է այդ սեռական տրոհումը։ Այսքանը։ Շնորհակալ եմ շատ։ Առաջին հարցի հետ կապված, երբ կան լեզուներ, որ ունեն քերականական սեռ։ Այդպիսի լեզուներից մեզ հայտնի ռուսերենն է, իսպաներենը, գերմաներենը ունեն հենց քերականական սեռ։ Իհարկե շատ անգամ սա ուղղակիորեն կապված չէ այն բառի հետ, որը հանկարծ դառնում է իգական, սեռական, կներեք, իգական կամ արական սեռ, չէ։ Սրանք բայց ինչ որ կերպ էլի ազդում են պատկերացումների վրա։ Եթե ճիշտ եմ հիշում ես օրինակը, կամուրջ բառը գերմաներենում ինչ սեռի է, իգական։ Այս դեպքում շատ անգամ, երբ հենց գերմաներենին տիրապետող մարդկանց դուք հարցնեք, որպեսզի նկարագրեն կամուրջը, իրենք շատ ավելի հավանական է, որ ընտրեն այնպիսի բառեր ու ածականներ, որ մենք ասոցացնում ենք կանացի դրսևորումների հետ։ Իսկ օրինակ իսպաներենում նույն կամուրջ բառը արական սեռի է։ Եվ եթե իսպանախոսներին հարցնենք, որ բնութագրեն կամուրջ, իրենք արդեն այդ կամուրջը կնկարագրեն այնպիսի բառերով, որը ստերեոտիպային իհարկե մտածելակերպից ելնելով ավելի համապատասխանում է արական բնութագրող բառերին։ Այսինքն ինչ որ կերպ, չնայած որ նույնիսկ քերականական սեռը զուտ քերականական մասնիկ է, միևնույն է ազդում է ինչ որ կերպ մեր լեզվամտածողության վրա։ Հայերենում, ինչպես նշեցի, քերականական սեռ չունենք, բայց սա չի նշանակում, որ չունենք ինչ որ գենդերային դրսևորումներ լեզվում առհասարակ, ինչպիսին է օրինակ ուհի վերջավորությունը, որը այո, էլի ստեղծում է ինչ որ տարբերակումներ։ Ինչի որոշ մասնագիտություններ ունեն ուհին, որոշները ոչ, ինձ թվում է ձեր հարցի մեջ դուք արդեն պատասխանեցիք։ Որոշ մասնագիտություններ մենք շատ լավ կարող ենք ինչ որ ժամանակահատված եկել է, որ կարողացել ենք պատկերացնել, որ թե կանայք թե տղամարդիկ կարող են լինել այդ մասնագիտության տեր, բայց այլ մասնագիտությունների դեպքում
մեզ համար մի քիչ ավելի տարօրինակ է թվացել, որ կարող է լինել կին ավտոմեխանիկ եւ ավտոմեխանիկուհի չի եղել։ Հետո այստեղ կարեւոր է նաեւ ավտոմեխանիկ այդ երկու բառն էլ իրականում փոխառություններ են եւ ոչ թե հայերեն բառեր։ Դրա համար այս բառին ավելացնել հայկական քերականական վերջավորությունը ավելի արհեստական է հնչում։ Ի տարբերություն բժիշկ-բժշկուհի, որը հենց հայերեն բառին ավելացնում ենք մենք հայկական վերջավորությունը ու ավելի բնական է հնչողությունը։ Այսինքն այստեղ կա մի փոքր ստերեոտիպային պատճառ, մի փոքր էլ հենց նաև բառակազմական պատճառ։ Շնորհակալություն։ Դուք նշեցիք, որ կա հստակ տարբերակում տիկին եւ օրիորդ բառերի մեջ, նույնպես կա կին եւ աղջիկ բառերի մեջ, սակայն հիմա տենդենց եմ նկատում, որ անկախ տարիքից բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին կին են անվանում, ըստ ձեզ դա արդարացված է թե ոչ եւ ինչի հետևանք է։ Առհասարակ ես ավելի շատ հանդիպել եմ այն երևույթին, որ երբ կանանց դիմում են տիկինով, շատ անգամ շատերը սա կընդունեն նաեւ որպես վիրավորանք, որովհետև տիկինը նաև իրենից ենթադրում է, որ դուք մատնանշում եք մարդու ավելի մեծ տարիք եւ շատ հաճախ անկախ ամուսնական կարգավիճակից կինը կարող է դա ընդունել որպես վիրավորանք, այսինքն դուք ենթադրեցիք, որ ես մեծ տարիք ունեմ, ինչի եք ինձ տիկինով դիմում, չէ՞։ Ծանոթ չեմ այդ երևույթին, որ շատերին արդեն սկսել են կին դիմել, անկեղծ ասած, դրա համար երևի չկարողանամ հստակ պատասխանել, բայց նաև արդյոք դա ճիշտ է թե ոչ, ուզում եմ հստակ ձեր բառի ձևակերպումը, արդարացված է թե ոչ, որպես լեզվաբանական մարդաբան, իմ գործառույթը երբեք այն չէ, որ գամ մատնանշեմ ինչ-որ բան ճիշտ է, թե սխալ, արդարացված է թե ոչ։ Իմ գործը որպես այս մասնագիտության կրող, նկատել լեզվական դրսևորում, բացատրել այդ լեզվական դրսևորման հնարավոր աղբյուրները, պատճառները եւ հետևանքները, բայց իմ գործառույթը երբեք այդ լեզվական դրսևորումը պիտակավորելը չի, որովհետեւ ես նաեւ չունեմ մասնագիտորեն այդ իրավունքը։ Եթե դրսևորումը կա համայնքում, ուրեմն կա որոշակի պատճառ եւ կարելի է այդ պատճառները փորձել հասկանալ, բայց ոչ երբեք պիտակավորել լեզվական ինչ-որ մի դրսևորում ճիշտ կամ սխալ։ Բարև ձեզ, շատ հետաքրքիր է ձեզ լսել, շնորհակալություն։ Ճիշտն ասած, մի հարց առաջացավ իմ մտքում, գուցե մի քիչ կոնտեքստից դուրս, բայց մենք ինչպես գիտենք, կան նաև հորինված լեզուներ, ու դա որոշ գրողների մտահղացումներ ստեղծել հորինված լեզուներ, օրինակ էլֆերեն։ Ինձ նոր հետաքրքրեց լեզվաբանական մարդաբանությունը երբևիցե անդրադարձել է այդ հարցին։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, այո, միանշանակ, որովհետև այդ երևի մեր ամենասիրած թեմաներից մեկն է։ Կան մի քանի արհեստական, այսպես ասած, ստեղծված լեզուներ, հիմնականում դրանք ստեղծվել են հենց տարբեր ֆիլմերի կամ գրքերի համար, էլֆերի լեզուն ունենք, օրինակ, Ավատարի համար է ստեղծվել լեզու, եթե ծանոթ եք Star Trek շատ հին ամերիկյան սերիալ կա, որի համար ստեղծվել է առանձին լեզու, եւ այս լեզուները շատ անգամ հենց այդ ֆիլմերի կամ սերիալների երկրպագուների շրջանակում սկսել են գործածվել առօրյայում։ Որովհետև այս լեզուներից մի քանիսը այնքան բովանդակալից են, այնքան լիարժեք են ստեղծված, ունեն իրենց առանձին քերականությունը, հնչյունաբանությունը ձևավորված, բառարանները անգամ, որ մարդիկ կարողացել են լիարժեք այս լեզուները արդեն ոչ միայն իրենք սովորել եւ օգտագործել, այլ նաեւ ունենք օրինակ, երբ երկրպագուների համայնքը այս արհեստական լեզուները սովորեցրել են իրենց երեխաներին։ Այսինքն կան աշխարհում երեխաներ, ում առաջին մայրենի լեզուն եղել է արհեստական ֆիլմի համար ստեղծված լեզու, որը իհարկե նախապացուցում է, թե ինչ ֆենոմենալ գործ են արել են լեզվաբանները, ովքեր ստեղծել են այդ լեզուները, եւ հետո այս լեզվակիրները արդեն, ովքեր տիրապետում են այս արհեստական լեզվին, իրենք նաեւ շարունակաբար զարգացրել են այս լեզուն, որովհետեւ լինում են նաեւ միջոցառումներ, հատուկ հանդիպումներ, երկրպագուների միջև կան առանձին միջոցառումներ, որտեղ մուտքը միայն այդ լեզուն տիրապետողների համար է եւ ամբողջ միջոցառման ընթացքում դուք պարտավոր եք խոսել միայն այդ արհեստական լեզվով։ Այսինքն այս դեպքում արդեն կարելի է նույնիսկ հակասել են մտքին, թե ինչքանով է այս լեզուն արհեստական, որովհետեւ անցել է արդեն բնական դաշտ, կան լեզվակիրներ, կան լեզվով խոսողներ եւ այդ լեզուն շրջանառության մեջ արդեն լիարժեք դարձել է բնական լեզու։ Ես ցանկանում եի մի քիչ անցնել Հայաստանում տարածված դիսկուրսին ու ցես հարցնել դուք ինչ մասնագիտական կարծիք ունեք դրա մասին։ Հաճախ քննարկվում են թե մենք ինչքան պետքա լեզուն ազատ թողնենք եւ ինչքան պետքա կառավարենք ու ուղղորդենք օրինակ առօրյայում օգտագործվող լեզուն,
ու ինձ հետաքրքիր է ինչ եք կարծում փոխառությունների ազդեցության վերաբերյալ արդյոք իմաստ կա այստեղ պետության կողմից ինչ-որ սահմանափակումներ դնել, թե ազատ թողնել, որ մշակույթը փոփոխվի, այն ձևով ոնց կփոփոխվի ու փոխառությունները անցնեն լեզվին այն չափով, որով որ այդ պահի իրավիճակը թույլ է տալիս։ Շնորհակալ եմ շատ կարևոր եւ արդի հարցի համար։ Երևի թե այս հարցին մի քիչ երկար կպատասխանեմ, որովհետեւ կարևոր թեմա է, եթե դեմ չեք։ Առհասարակ լեզուները միշտ փոփոխվում են։ Այսինքն ոչ մի լեզու ինչ որ ստատիկ իրավիճակում չի լինում։ Ցանկացած լեզու, ցանկացած ժամանակաշրջանում անընդհատ ենթարկվում է փոփոխությունների եւ չկա այդպիսի լեզու, որ փոխառություններ չպարունակի։ Այսինքն, եթե կոնկրետ անուններով նշենք, այս երևույթը կոչվում է մաքուր լեզվի իդեոլոգիա, երբ կան ցանկացած լեզվի դեպքում միջայլոցը միայն հայերենին չի հատուկ, կան մարդկանց խմբեր, որ ենթադրում են, որ լեզվի արժեքը ուղիղ համատական այդ լեզվի մաքուր լինելու հետ։ Բայց մաքուր լեզու ասվածը միֆ է, որովհետև մաքուր լեզու չկա։ Մաքուր լեզու կարող է լինել միայն այն իրավիճակում, եթե մի խումբ մարդիկ, ովքեր խոսում են այդ լեզվով, ապրում են հեռու մի կղզում, ոչ մեկի հետ շփում չունեն, ուրիշ ոչ մի լեզվի հետ ոչ մի կապ չունեն եւ ինչ որ կերպ կպահպանեն արհեստականորեն անվանենք մաքուր լեզու, բայց նույնիսկ այս դեպքում այդ լեզուն անընդհատ միևնույն է փոփոխվելու է։ Ուղղակի փոխառություններ չի ունենալու այլ լեզուներից։ Հետևաբար ցանկացած լեզու միշտ տարբեր լեզուներից փոխառել է։ Մենք ունենք ահռելի բառապաշար այսօրվա հայերենում, որ մեզ թվում է թե հայերեն է, բայց իրականում ժամանակին փոխառել ենք իրաներենից, արաբերենից եւ այլն, ֆարսիից եւ այլն։ Այսինքն սա բնական լեզվի շարժ է։ Ինչքանով է ճիշտ դա կանգնեցնել կամ ոչ, կանգնեցնել պարզապես հնարավոր չի։ Այսինքն այստեղ ճիշտ ու սխալի հարց չի, ինչքան էլ մենք փորձենք, մենք լեզուն չենք կարող կառավարել։ Պետությունը կարող է կառավարել միայն գրական լեզուն, եւ բոլոր գրական լեզուները արհեստականորեն ստեղծված լեզուներ են։ Այսինքն ոչ մի համայնք առօրյայում գրական լեզվով միայն չի խոսում։ Սովորաբար սա արդեն անդրադառնում ենք լեզվի ստանդարտացմանը։ Երբ համայնքում ընտրվում է մի դրսևորումը լեզվի, որը կարող է լեզվաբանական տեսանկյունից սա լրիվ պատահական ընտրություն է, այսինքն նույն գրական հայերենը կարող է հիմնված լինել ոչ թե Երևանի բարբառի վրա, այլ Գյումրու կամ Կապանի կամ Ղարաբաղի։ Լեզվաբանական տեսանկյունից ինչ որ տրամաբանություն հստակ չկա։ Շատ անգամ ստանդարտացում ուղիղ համատականը շատ տարբեր քաղաքական որոշումների հետ արդեն։ Երբ ընտրում ենք ստանդարտ լեզուն, որը պրակտիկ առումով ունի կարևոր դեր, եթե խոսքը հենց Հայաստանի մասին է, մենք Հայաստանում ունենք շատ տարբեր բարբառներ եւ պիտի ընտրվի մի լեզու, լեզվի մի տարբերակ, որը հասանելի եւ հասկանալի կլինի բոլորին։ Այսինքն այս լեզվով մենք կարող ենք կատարել կարևոր պետական գործառույթները, ստորագրել բոլոր փաստաթղթերը, տրամադրել կրթությունը եւ այլն, որպեսզի նույնապես հասանելի լինի բոլորին։ Բայց մյուս կողմն այն է, որ ստանդարտացված լեզուների դեպքում շատ անգամ այս լեզուները նաև արհեստական պատնեշի կամ դարպասի դեր են տանում, որովհետև եթե դու այդ լեզվին չես տիրապետում, ապա քո համայնքում որոշ տարածքներ քեզ ուղղակիորեն հասանելի չեն։ Եթե դու ուզում ես ինչ-որ միտեղ աշխատել եւ գրական հայերենին չես տիրապետում, քո համար շատ ավելի բարդ կլինի։ Եվ սա ավելի այլ բազմալեզու համայնքներում, նաև բազմամշակութային համայնքներում, ավելի մեծ պետություններում շատ ավելի հստակ է երևում։ Եթե վերցնենք նույն Միացյալ Նահանգների օրինակը, ով վերջերս շատ ավելի խիստ հենց միայն անգլերենի քաղաքականություն է վարում եւ երկրի պատմության մեջ առաջին անգամ անգլերենը դարձավ պաշտոնական պետական լեզուն երկրի, սա շատ մտածված քաղաքական քայլ էր։ Որովհետև բնականաբար բնակչության խոսելավոճը կամ խոսողների դեմոգրաֆիան բացարձակ այս օրենքից հետո չփոխվեց, բայց փոխվեցին օրենքներ, որ ենթադրենք սրանից հետո եղանակի տեսությունը միայն անգլերենով է լինելու։ Եվ եթե հանկարծ ձեր քաղաքում փոթորիկ է սպասվում ու դուք անգլերենին, հատկապես կոնկրետ տերմինոլոգիային բացարձակ չեք տիրապետում, դե կներեք դուք փաստորեն չեք իմանա, որ վաղը իրականում ձեր քաղաքում փոթորիկ է սպասվում։ Կամ եթե դուք աշխատում եք որպես վարորդ, ու մենք ունենք հստակ նաև իմիգրանտների դեմ քաղաքականություն, մենք կստեղծենք այնպիսի օրենք, որ այսուհետ բոլոր վարորդները պիտի տիրապետեն պետական լեզվին։ Եվ չնայած որ դուք տարիներով որպես վարորդ աշխատել եք մինիմալ անգլերենով եւ դա ձեզ չի խանգարել, այսուհետ դա կդառնա խոչընդոտ։ Այսինքն շատ անգամ այս որոշումները նաև խիստ քաղաքական են եւ կոնկրետ մարդկանց խմբերին թիրախավորող են։ Եթե վերադառնանք Հայաստան, մենք ունենք լեզվի կոմիտե, որը հիմնականում պատասխանատու է հենց լեզվական քաղաքականության համար։
Այսօրվա Հայաստանի Հանրապետության լեզվի օրենքը ընդունվել է 1993 թվականին, հենց անմիջապես անկախությունից հետո, ըստ օրենքի, եւ այդ օրենքը դեռ փոփոխության չի ենթարկվել վերջին 30 տարիների ընթացքում։ Ըստ օրենքի Հայաստանի պետական լեզուն հայերենն է եւ չի նշվում կոնկրետ ինչ հայերեն է, պաշտոնական լեզուն գրական հայերենն է։ Եթե վերադառնանք այդ ժամանակվա տրամաբանությանը, շատ հասկանալի է, որ հիմնական քաղաքական միտքը այստեղ էր, որ մենք, ինչպես բոլոր հետսովետական երկրները, անցնում ենք դերուսիֆիկացիայի փուլով, եւ մեզ համար կարեւոր էր մատնանշել մեր ազգային ինքնությունը, որի մեծ կարեւոր դերն է նաեւ հենց լեզուն։ Այսօր այս պահին լեզվի կոմիտեն աշխատում է նոր լեզվական քաղաքականության վրա եւ այս ամբողջ իրականում այդ փաստաթուղթը նոր լեզվական քաղաքականության նաեւ դրված էր հանրային քննարկման, չգիտեմ ձեզնից քանիսն է տեսել, բայց դուք բոլորդ նաեւ ունեք այդ հնարավորությունը այդ ամբողջ փաստաթուղթը կարդալու, ծանոթանալու եւ եթե ունեք դիտարկումներ կամ հարցեր, նաեւ անմիջապես ուղարկելու պետությանը եւ լեզվի կոմիտեին։ Եվ այսօրվա լեզվական քաղաքականությունը ըստ մեր քաղաքական իրավիճակի նորից վերանայվում եւ վերափոխվում է։ Ու կան կարեւոր հարցեր, որոնց ժամանակին լեզվի օրենքը չի անդրադարձել, որ այսօր կարևոր է որ անդրադառնա։ Օրինակ, ինչ է նշանակում խոսել հայերեն տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության այս զարգացված փուլում, կամ ինչ պիտի անենք, որպեսզի հայերենը նույն կերպ ներկայացված լինի այդ ոլորտներում, ինչպես մեկ շարք այլ լեզուներ։ Ինչպես ենք ստեղծում հայերենի իմացության չափելի սանդղակներ, թե Հայաստանում բնակվող հայալեզուների համար, թե ընդհանրենք օտարերկրացիների համար եւ այլն։ Եվ վերջին կետը, որ կասեմ ինչի է կարևոր այս քաղաքականության վերանայումը, այսօր Երևանը շատ ավելի բազմալեզու է, քան երբևէ վերջին 30 տարիների ընթացքում։ Մենք ունենք թե արևելահայերենի եւ արևմտահայերենի ներկայությունը ավելի քան երբևէ։ Մենք ունենք ռուսախոս մեծ համայնք, որ աշխարհակաղակական իրավիճակների պատճառով տեղափոխվեց Հայաստան, ռուսալեզու մեծ համայնք, թե Ռուսաստանից, թե Ուկրաինայից, թե այլ երկրներից։ Մենք ունենք Հնդկաստանից եւ Պակիստանից մեծ աշխատուժ, որ այսօր որպես իմիգրանտներ գալիս են Հայաստան, որ էլի համատաբար նոր երևույթ է։ Եվ իհարկե նաեւ ունենք տուրիստներ, որ անընդհատ գալիս են Հայաստան։ Այսինքն լեզվական խճանկարը ընդհանուր մեր երկրի այսօր շատ ավելի բազմազան է, քան երբևէ վերջին 30 տարիների ընթացքում։ Սա առաջ է քաշում նոր շատ տարբեր հարցեր, այդ թվում հարցեր հենց լեզվի տեսանկյունից։ Ու կարծում եմ, որ շատ կարևոր է այս բոլոր կետերին անդրադառնալու համար, այո, վերամշակել լեզվական քաղաքականությունը։ Կներեք, եթե մի քիչ շատ երկար պատասխանեցի, բայց եթե վերադառնամ հիմնական հարցին, փոխառությունները լեզվի բնականon փոփոխման մասն են կազմում, դրանց կանգնեցնել եւ պետք չի եւ նաեւ հնարավոր չի, եւ հիմնականում պետությունը ունի իրավասություն եւ նաեւ հնարավորություն կառավարելու հիմնականում պաշտոնական գրական լեզուները։ Վերջին թեման ընտրել եմ այնպիսի թեմա, որ ենթադրեցի բոլորին հոգեհարազատ կլինի, հաշվի առնելով առհասարակ մեր համայնքում բնակվող մարդկանց լեզվական ռեպերտուարը, քննարկելու ենք ինչ է նշանակում լինել բազմալեզու։ Ըստ գիտական տեսանկյունների եւ տեսությունների, ովքեր են համարվում բազմալեզու, ինչ խոչընդոտներ կամ առավելություններ կան բազմալեզու լինելու մեջ եւ ինչքանով է բազմալեզվությունը օգտակար եւ կարեւոր չափանիշ, որակավորում ու հմտություն հենց այսօր 21-րդ դարում, հենց Հայաստանում, որը ուղղակիորեն նաեւ կկապվի հենց այս վերջին հարցի հետ։ Ուզում եմ սկսել հայկական ասացվածքով, քանի լեզու գիտես, այդքան մարդ ես, որը ես արդեն որպես մասնագետ, իհարկե փոքր ժամանակ անընդհատ լսում եմ ես խոսքը, բայց տարիներ հետո որպես մասնագետ լրիվ ուրիշ տեսանկյունից սկսեցի գնահատել այս մեր ժողովրդական ասացվածքը։ Առաջինը ուզում եմ հետ վերադառնանք այն տեսությանը, որ քննարկեցի հարաբերությունները եւ փոխարդարձաբար ազդեցությունները լեզվի եւ մեր աշխարհայացի։ Եթե այդ տեսության միջոցով դիտարկենք այս ասացվածքը, նշանակում է բառացիորեն, քանի լեզու գիտես, այդքան մարդ ես, այսինքն կախված թե քանի լեզու գիտես, քեզ հասանելի են այդքան տարբեր պատուհաններ դեպի աշխարհ։ Քեզ հասանելի են այդքան տարբեր մտածելակերպեր, աշխարհայացներ եւ համակարգեր, ըստ որի դու կարող ես կառուցել ու կազմակերպել քո միջավայրը եւ աշխարհը, որ ինձ թվում է շատ հետաքրքիր է, համենայն դեպս ինձ համար նորովի բացահայտելու ձևեր մեր ժողովրդական ասացվածքները։
Մեկից ավելի լեզու օգտագործելու կարողությունը կարող է տարբեր լինել տարբեր իրավիճակներում։ Դրա մասին արդեն մի քիչ խոսեցի, որը հիմնականում տեսականորեն մենք անվանում ենք լեզվական ռեպերտուար։ Այսինքն, լինել բազմալեզու չի նշանակում տիրապետել մեկից ավելի լեզուներին միևնույն որակավորմամբ։ Այսինքն ձեր գիտելիքները այդ բոլոր լեզուներում կարող են շատ տարբեր լինել։ Եվ մենք չունենք հստակ սահմանում կամ հստակ սանդղակ, որ եթե այսքան այս լեզուն գիտեք, ուրեմն դուք համարվում եք բազմալեզու։ Իսկ եթե օրինակ 5 բառ պակաս գիտեք, էլ բազմալեզու չեք։ Դրա համար բազմալեզվության դրսևորումները շատ-շատ տարբեր են։ Կան որոշակի տեսակավորումներ, որոնք ավելի շատ արված են գիտական հիմունքներով։ Ինչու, որպեսզի մեզ համար ավելի հեշտ լինի այդ երևույթը բացատրել, հասկանալ։ Բայց այս բոլոր սահմանումները եւ տարբերակումները, որոնց մասին քիչ հետո կխոսեմ, ուզում եմ հիշեք, որ սրանք զուտ մեզ համար համակարգ ստեղծելու համար են կառուցված, որովհետեւ իրական աշխարհում չկան հստակ սանդղակներ եւ չկան հստակ սահմաններ բազմալեզվության։ Կան դրանց տարբեր դրսևորումները։ Դրանցից մեկն են օրինակ վաղ բազմալեզուն կամ ուշ բազմալեզուն։ Early bilingual or multilingual, late bilingual, multilingual։ Վաղ բազմալեզու են համարվում այն մարդիկ, ովքեր սովորել են մեկից ավելի լեզու հենց մանկությունից։ Այսինքն ունեն մեկից ավելի մայրենի լեզու։ Եվ այստեղ մայրենի լեզուն համարվում է այն լեզուն, որը դու սովորում ես նորածին ժամանակվանից սկսած։ Մայրենի լեզուն բացարձակ հավասար չէ եւ ուղիղ կապ չունի ձեր էթնիկ կամ ազգային ինքնության հետ։ Այսինքն, եթե հայ երեխան ով ծնվել է մեկ այլ երկրում եւ իրենց առաջին լեզուն, որ սովորել են, եղել է մեկ այլ լեզու, այդ երեխայի լեզուն հայերենը չի։ Ինչքան էլ սա մեր սիրտը կոտրի եւ մենք էմոցիոնալ դիտարկենք սա, պետք է հասկանալ, որ այս ինքնությունների միջև ուղիղ համեմատականներ միշտ ստեղծելը սխալ է, այսինքն եթե դուք ազգությամբ հայ եք, չի նշանակում, որ ձեր մայրենի լեզուն հայերենն է, բայց եթե դուք ծնված օրվանից առնչվել եք հայերենի հետ, ձեզ հետ խոսել են հայերենով եւ այն լեզուն, որով սկսել եք դուք խոսել եղել է հայերենը, այդ դեպքում հայերենը ձեր մայրենի լեզուն է։ Իսկ եթե հենց ծնված օրվանից ձեզ հետ խոսել են մեկից ավելի լեզուներով, ուրեմն դուք համարվում եք վաղ բազմալեզու, որովհետև տիրապետում եք մի քանի լեզվին որպես ձեր մայրենի լեզու։ Սա չի նշանակում, որ մեր մայրենի լեզվին տիրապետելը մնում է նույն մակարդակի վրա ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև շատ տարբեր դրսևորումներից ելնելով, տարբեր պատճառներից ելնելով, հետագայում մեկ այլ լեզու, որի սկզբանե ձեզ համար օտար լեզու է, կարող է ձեզ համար շատ ավելի հոգեհարազատ դառնալ, այդ լեզվով կարող եք շատ ավելի վարժ խոսել ու այդ լեզվին շատ ավելի լավ տիրապետել։ Սրա ամենաակնհայտ տարբերակը իհարկե իմիգրացիոն պատմություններն են, այսինքն եթե վաղ տարիքում երեխան տեղափոխվում է մեկ այլ երկիր ու հետագայում շատ ավելի լավ սկսում է տիրապետել այդ համայնքի դոմինանտ լեզուն, իրենք կարող են իրենց մայրենի լեզվի գիտելիքները կարող են շատ զիջել արդեն տվյալ համայնքի դոմինանտ լեզվին։ Սա չի փոխում իրենց մայրենի լեզուն։ Այսինքն նորից մենք վերադառնում ենք սահմանմանը, մայրենի լեզուն այն լեզուն չէ, որին դուք լավագույնն եք տիրապետում, այլ այն լեզուն է, որով որ սկսել եք խոսել։ Ուշ բազմալեզու են համարվում են մարդիկ, ովքեր սովորում են մեկ լեզու որպես իրենց մայրենի լեզու եւ հետո կյանքի ընթացքում սովորում են մեկ այլ լեզուներ։ Սա կարող է լինել դպրոց հաճախելու հետևանքով, համալսարանում սովորելու, մեկ այլ երկիր տեղափոխվելու եւ այլն։ Ու ելի մեր իմացությունների սանդղակը կարող է շատ տարբեր լինել։ Առհասարակ մենք սահմանում ենք հետեւյալ կերպ. ով է բազմալեզու, այն մարդը, ովքեր կարողանում է մեկից ավելի լեզուներ օգտագործել։ Եվ այս օգտագործելը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Այսինքն դուք կարող եք մի լեզվով ազատ խոսել, բայց չիմանալ գրել կարդալ, միևնույն է բազմալեզու եք համարվում, կարող եք մեկ լեզվով վարժ գրել, բայց չկարդալ կամ հակառակը, կամ օգտագործեք լեզուն զուտ որպես հենց գրագրության լեզու, հստակ իմանալ գրել եւ կարդալ, բայց վարժ չկարողանաք խոսել։ Այս բոլոր դեպքերում միևնույն է մարդիկ ըստ մեր բնագավառի տեսանկյունից համարվում են միևնույն է բազմալեզու։ Մի փոքր առաջ սրա մասին խոսեցինք, որ նաև մենք չունենք նույն մակարդակի իմացություն բոլոր լեզուներում եւ այս տարբերությունները կարող են լինել նաև ըստ համատեքստի, թե որ լեզուն է ձեզ համար ավելի հոգեհարազատ, որ բնագավառում։ Շատ անգամ նույնիսկ մեր ինքնությունը արտահայտվում է տարբեր կերպ։ Այս թեմայի շուրջ հետաքրքիր ուսումնասիրություններ կան արված, հատկապես հոգեթերապիայի հետ կապված, այսինքն կան դեպքեր, երբ մարդիկ գերադասում են գնալ եւ հոգեթերապիայի եւ խոսել իրենց մայրենի լեզվով, եւ կան դեպքեր, երբ հակառակը մարդիկ գերադասում են գնան հոգեթերապիայի եւ խոսեն այն լեզվով, որ իրենց համար մայրենի լեզուն չէ։
Սա ուղի համեմատական է այն երևույթի հետ, թե ինչքանով ենք մենք ազատ զգում, ինչքանով ենք անկաշկանդ եւ ուզում խոսել որոշ թեմաների մասին, եթե ենթադրենք այդ թեմաները մեր մշակույթում տաբու են եւ մեզ համար ավելի հեշտ է այդ թեմաներին անդրադառնալ օտար լեզվով։ Հակառակ կողմը սրա իհարկե այն է, որ երբ մենք խոսում ենք օտար լեզվով, որը մեզ համար մայրենի չէ եւ նույնքան հոգեհարազատ չէ, մենք ստեղծում ենք որոշակի պատնեշ։ Եվ այդտեղ ինչ որ դեպքում սա կարող է օգտակար լինել, որտեղ դու ինքդ քեզ կարողանում ես վերլուծել կողքի աչքով, մեկ այլ դեպքերում սա կարող է վնասել, որտեղ դու լիարժեք քո հետ ինքդ քեզ հետ ազնիվ չես, որովհետեւ լեզուն օտար դնում ես որպես պատնեշ քո եւ քո զգացածի եւ փորձի հետ։ Շատ անգամ լեզուները նաեւ ուղի համատականորեն կապված են հիշողությունների հետ։ Այսինքն կախված նրանից, թե տվյալ դեպքը ինչ համատեքստում է եղել եւ ինչ լեզվով, դուք այդ հիշողությունը շատ ավելի լավ ու տպավորիչ հիշում եք հենց այդ լեզվով։ Եվ եթե փորձեք նույն դեպքը վերապատմել մեկ այլ լեզվով, կնկատեք, որ ինչ որ մանրուքներ մոռանում եք կամ նույն կերպ չեք կարողանում բացատրել։ Կամ եթե փորձում եք ինչ որ դեպք հիշել, եթե փորձեք հիշել հենց այն նույն լեզվով, որով որ վերապրել եք, շատ ավելի հեշտ եք վերհիշում։ Այսինքն լեզուն նաեւ ինչ որտեղ կապվում է մեր զգացմունքների, հոգեկան աշխարհի եւ նաեւ առհասարակ հիշողությունների հետ։ Բազմալեզու մարդը մշտապես կատարում է լեզվի ընտրություն։ Այսինքն ամեն օր ձեր առօրյայում, նույնիսկ եթե դուք դա չեք նկատում, դուք անընդհատ կատարում եք ընտրություններ։ Հիմա այս պահին ում հետ ինչ լեզվով եմ խոսում, եւ սա վերաբերվում է ոչ միայն տարբեր լեզուներին, այլ նաեւ լեզվական տարբեր դրսևորումներին։ Հիմա տանը կխոսեմ բարբառով, հետո կգնամ դասի կխոսեմ գրական հայերենով, հետո կգնամ աշխատանքի, որտեղ իմ հիմնական լեզուն անգլերենը կամ ռուսերենն է, հետո կգնամ տուն ու Instagram-ը թերթելուց կհանդիպեմ մի քանի այլ լեզուների ու անընդհատ դուք օրվա ընթացքում ապրում եք տարբեր լեզվական համակարգերում եւ դրան զուգահեռ անընդհատ կատարում եք լեզվական ընտրություններ։ Այս ընտրությունները թե շատ փոքր մակարդակում են, այսինքն կոնկրետ բառի ընտրություն, կոնկրետ տոնայնության ընտրություն եւ ավելի լայն, թե կոնկրետ ինչ լեզվով ենք մենք այս պահին խոսում։ Այս ընտրությունների միջավայրում նաեւ ստեղծվում է հաջորդ կարևոր կետը, մի լեզվական դրսևորում, որը հատուկ է բոլոր բազմալեզու մարդկանց։ Սա կոչվում է կոդափոխություն, անգլերեն տերմինը code switching կամ code mixing, ու քանի որ մենք հայերեն թարգմանություններ այս ոլորտում չունեինք եւ հետեւաբար չունեինք համապատասխան տերմին, ես սկսեցի օգտագործել կոդափոխություն բառը, որը կարծես թե բնական կերպով համենայն դեպս ինձ դուր եկավ ու գուցե ինչ որ մի օր արդեն նաեւ ավելի լայն օգտագործման տերմին դառնա։ Ինչ է նշանակում կոդափոխություն։ Այստեղ կարևոր է մատնանշել, որ կոդ բառը մեր մասնագիտական տեսանկյունից նկարագրում է ցանկացած լեզվական կոդ։ Այսինքն, եթե աշխարհում լեզուները ունեն որոշակի հիերարխիկ դասակարգում, ելնելով տարբեր քաղաքական եւ ուժային երևույթներից, այսինքն լեզուներ, բարբառներ, ժարգոնային ինչ-որ դրսևորումներ եւ այլն, լեզվաբանական մարդաբանության տեսանկյունից այս բոլոր լեզուները ունեն հավասար արժեք եւ հավասար կարեւորություն։ Հետևաբար, երբ մենք դրա փոխարեն օգտագործում ենք կոդ բառը, մենք կարծես հավասարեցնում ենք այդ բոլոր դրսևորումները, որովհետև մեխանիկորեն արդեն կա հստակ ասոցիացիա, երբ դու ասում ես բարբառ եւ ասում ես լեզու, պատկերացնում ես իրենց շատ տարբեր կերպ։ Բայց աշխարհում կան բարբառներ, որոնք իրականում բարբառ են, բայց ներկայացվում են որպես լեզուներ եւ հակառակը։ Իսկ լեզվաբանական սահմանումը բարբառի հետեւյալն է. Բարբառ են այն լեզվի դրսևորումները, որով խոսող երկու մարդիկ խոսում են տարբեր բարբառներով, բայց կարող են իրար հասկանալ։ Այսինքն, եթե ես խոսում եմ Երևանի բարբառով, ընկերս խոսում է Դիլիջանի բարբառով ենթադրենք, բայց մենք միևնույն է իրար հասկանում ենք, ուրեմն դրանք երկու բարբառ են։ Բայց սա միայն լեզվաբանական բացատրությունն է, որը աշխարհում, ինչպես նշեցի, հաճախ այսպես չի գործում եւ տարբեր քաղաքական պատճառներով ունենք նաեւ տարբեր համակարգումներ։ Կոդափոխությանը եթե վերադառնանք, այս կոդերի միջև փոփոխությունները կոչվում են կոդափոխություն։ Այսինքն նույն զրույցի ընթացքում դուք օգտագործում եք մի լեզուն, հետո անցնում եք մեկ այլ լեզվին։ Կոդափոխությունը շատ բնական երևույթ է, շատ տարածված երևույթ է, պարզապես մենք նորից կատարում ենք ընտրություն, որ համատեքստում եմ կոդափոխում, որ համատեքստում ոչ։ Ընդամենը 2 ժամ առաջ էստեղ գալու ճանապարհին ընկերներիցս մեկի հետ հեռախոսով խոսում էի ու բնական կոդափոխություն է անում հայերենի եւ անգլերենի միջև, որովհետեւ երկուսս էլ տիրապետում ենք այդ լեզվին ու առհասարակ այդ լեզուն նաեւ օգտագործում ենք մեր աշխատանքում, հետեւաբար բնական է մեզ համար այդ երկու լեզուներով խոսելը։ Այստեղ հիմա ես կատարում եմ լեզվական ընտրություն, որ խոսում եմ միայն հայերենով։
Կոդափոխությունը շատ անգամ հատկապես երեխաների դեպքում դիտարկում են որպես նշան, որ երեխաները խճճվում են, լեզուները խառնում են ու պետք է երեխաներին պաշտպանել այս արհավիրքից։ Այս թեմայով շատ եմ խոսել տարբեր համատեքստերում, դրա համար կփորձեմ հակիրճ ավելի ներկայացնել, բայց կոդափոխությունը ինքնին ոչ թե սխալվելու, շփոթվելու կամ խառնված լինելու նշան է, այլ կոդափոխությունը լեզվական հմտություն է, որովհետև կոդափոխությունն էլ ունի հստակ քերականական կանոններ, եւ եթե մարդը ուզում է կոդափոխություն կատարել երկու լեզուների կամ կոդերի միջև, նախ պիտի հստակ տիրապետի այդ երկու կոդերին, պիտի հստակ հմուտ շատ արագ կարողանա մեկ կոդի քերականությունը, շարադասությունը, բառակազմությունը համապատասխանեցնի մյուս լեզվին եւ վստահ լինի, որ տվյալ համատեքստում այս կոդափոխությունը հասկանալի է լինելու բոլոր ներկաներին։ Այսինքն մինչև մենք այս մի նախադասությունը ասում ենք, մեր ուղեղը ահռելի արագությամբ շատ արագ ֆիքսում է այս բոլոր կետերը, հասկանում է, որ այս բոլոր կետերը այս պահին այո, այս համատեքստին համապատասխան են ու նոր մենք կոդափոխված նախադասությունը արտաբերում ենք։ Ի տարբերություն լեզվաբանական դասակարգման, երբ այս բոլոր կոդերը համապատասխան են, աշխարհում գոյություն ունի լեզվական կապիտալ ասվածը։ Սա հիմնվում է սոցիոլոգ Պիեր Բորդյուի տեսության վրա, մշակութային կապիտալից ելնելով, որ տարբեր լեզուներ, չնայած որ լեզվի կառուցվածքով եւ իրենց արժեքով նույնն են մեր տեսանկյունից, լեզվաբանական մարդաբանության եւ լեզվաբանության տեսանկյունից, այս դեպքում ամեն լեզու ունի տարբեր կապիտալ։ Վերցնենք հենց Հայաստանի օրինակը, չէ, այսօր Հայաստանում գրական հայերենը ունի որոշակի կապիտալ, որովհետև եթե դու ուզում ես աշխատանքի անցնել որևէ տեղ, պիտի տիրապետես գրական հայերենին ենթադրենք, բայց անգլերենը ունի էլ ավելի բարձր կապիտալ, որովհետև մենք գիտենք, որ անգլերենը լինելով միջազգային լեզու, մեզ տալիս է հնարավորություն տարբեր կրթական հաստատություններում սովորելու, աշխատանքի դեպքում է առավելություն դիտարկվում որպես, եւ ունենք այս պահին ռուսերենը նաեւ որպես կարևոր տնտեսական կապիտալ, հատկապես ունենալով արդեն ռուսալեզու համայնք, առաջին ցայտուն տարբերությունը երևի թե որ բոլորդ էլ նկատեցիք, որ կտրուկ բոլոր գովազդները դարձան եւ հայալեզու եւ ռուսալեզու, չէ, այսինքն մենք ունենք նոր թիրախային խումբ, որին պետք է գրավել որպես պոտենցիալ հաճախորդ եւ այս դեպքում առաջին գործիքը, որ մենք օգտագործում ենք, դառնում է լեզուն։ Հետեւաբար ավտոմատ ռուսերենի հենց տնտեսական կապիտալը Հայաստանի ներսում կտրուկ աճեց, որովհետեւ սա ուղիղ կապ ունի արդեն մեծ շրջապատող մեր համայնքում ներկայություն ունեցող լեզվակիրների հետ։ Եվ բազմալեզու մարդիկ կարողանում են շատ ճկուն նաև օգտագործել իրենց գիտելիքները նաև այս համատեքստին համապատասխան։ Կամ բազմալեզվությունը դառնում է ընտրություն ելնելով նրանից, որ մենք գիտենք, որ որոշակի լեզուներ ունեն ավելի բարձր կապիտալ եւ որոշակի հաջողության հասնելու համար, որոշակի տարածքներում մուտք ունենալու համար մենք ընտրում ենք սովորել այս կամ այն լեզուն, որպեսզի կարողանանք տիրապետենք նաև այդ տարածքին այս լեզվական կապիտալի միջոցով։ Բազմալեզու մարդը հետևաբար ունենում է մի քանի տեսակի կապիտալ, որը ըստ իրավիճակի կարող ենք տարբեր կերպ օգտագործել։ Շատ կարճ նաև ուզում եմ անդրադառնալ բազմալեզվության օգուտներին, որը շատ քննարկված թեմա է եւ գիտությունը առհասարակ սրան շատ տասնամյակներ անդրադարձել է ու կարծես այս պահին ավել ասելիք էլ չունենք, որովհետեւ համենայն դեպս գիտական շրջանում սա ապացուցված է, բայց շատ անգամ գիտության եւ հանրության միջև լինում է մի քանի տասնամյակի տարբերություն, որ ինչ որ երևույթներ գիտությունը իր համար ապացուցում եւ կարծես այդ ջթերթում է, բայց հանրությանը այդ իմաստները, այդ վերլուծությունները հասնելու համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Ու ցավոք մինչև այսօր շատ անգամ կան այդ կարծրատիպերը, որ բազմալեզվությունը իրականում ոչ թե վտանգավոր է, այլ ինչ որ կերպ խանգարում է երեխաներին եւ հատկապես հենց երեխաների դեպքում, չէ, չնայած որ գիտությունը ցույց է տվել, որ բազմալեզվությունը ունի մի քանի շատ կարևոր օգուտներ։ Դրանցից մեկը հենց ուղեղի ճկունությունն է, այսինքն եթե դու ապրում ես մի աշխարհում, որտեղ տիրապետում ես մի քանի լեզուների եւ քո ամբողջ առօրյան անընդհատ բաղկացած է լեզվական ընտրություններ կատարելով, հետեւաբար դու անդադար կատարում ես ուղեղի լեզվական մարզանք։ Սա ուղղակիորեն ազդում է նրա վրա, թե ինչպիսի հմտություններ են ձևավորում բազմալեզու մարդիկ։ Արագ կողմնորոշվելը, արագ հարմարվելը փոխվող միջավայրին։ Կան ուսումնասիրություններ, որ ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր հիվանդանում են Ալցգեյմերի հիվանդությամբ ծեր տարիքում, բազմալեզուների դեպքում այս հիվանդությունը սկսվում է 4-ից 5 տարի ուշ առնվազն։ Հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ ձեր ուղեղը շատ ավելի մարզված է ու անընդհատ այդ ճկուն ընտրություններ կատարելու ֆունկցիայով է տարված։
Եվ ավելի արագ են հարմարվում փոփոխվող աշխարհին։ Ու այստեղ է որ ուզում եմ որպես եզրափակում հենց բերեմ հասցնեմ մեր այսօրվան, որ բազմալեզվությունը պետք է դիտարկել որպես շատ կարևոր ռեսուրս։ Իսկ Հայաստանը ռեսուրսների տեսանկյունից շատ անգամ հենց հենվում է մարդկային ռեսուրսների վրա, եւ կարծում եմ, որ բազմալեզվությունը եւ բազմալեզու համայնք ունենալն էլ պիտի դառնա այդ կարևոր ռեսուրսներից մեկը, որովհետեւ բազմալեզու մարդիկ ունենում են տարբեր տեսակի եւ շատ ավելի քանակի լեզվական կապիտալներ, որը ավտոմատ մեզ հասանելի է դարձնում շատ տարբեր տարածքներ, եւ բազմալեզու մարդիկ զարգացնում են այդ հմտությունը փոփոխվող աշխարհին շատ արագ հարմարվելու, որը այսօր կարծում եմ առավել քան պետք է ու անհրաժեշտ է մեզ բոլորիս։ Որպես ամենաեզրափակիչ միտք ուզում եմ դիտարկենք, որ լեզուն պարզապես հաղորդակցման եւ իրար հասկանալու եւ մտքեր փոխանակելու գործիք չի, այլ մի ամբողջ համակարգ է, որով մենք տեսնում ենք աշխարհը, ապրում ենք աշխարհը, ստեղծում եւ փոխում ենք այդ աշխարհը, որտեղ շատ անգամ լեզուն իրականում ոչ թե զուտ ներկայացնում է ինչ որ մի գոյություն ունեցող իրականություն, այլ ներկայացնում է մեր փորձը հենց այդ իրականության մեջ։ Եվ լեզվաբանական մարդաբանությունը ուսումնասիրելով լեզուն, արդյունքում միևնույն է, էլի ելակետային ուսումնասիրում է մարդուն, բայց լեզվի միջոցով։ Շնորհակալ եմ։ Բայց այնուամենայնիվ կարելի է ասել, որ ինչ-որ լեզու ավելի կատարելագործված է, այսինքն քերականական առումով կամ բառամթերքի առումով կամ սեռական տրոհումների առումով, կարող ենք ասենք այս լեզուն ավելի կատարելագործված է, իսկ մյուսը ոչ։ Օրինակի համար ես լսել եմ, որ արաբերենը եւ ֆրանսերենը քերականական առումով շատ հարուստ են, հետեւաբար ավելի կատարելագործված լեզուներ են։ Արդյոք ճիշտ է այդ միտքը։ Որպես լեզվաբանական մարդաբան, եթե պատասխանեմ, միանշանակ ոչ, որովհետև մենք լեզուն դիտարկում ենք որպես հայելի դեպի տվյալ մշակույթ։ Եթե մենք ինչ-որ երկու երևույթ դնում ենք համեմատության մեջ, նաև ընդունում ենք այն ենթադրությունը, որ կա ինչ-որ մի գոյություն չունեցող երևակայական իդեալական տարբերակ, որին պիտի ձգտեն մյուս բոլորը հասնեն։ Եվ այդ դեպքում մենք նրանց բոլորին դնում ենք սանդղակի վրա, որպեսզի համեմատենք միմյանց հետ։ Բայց չենք կարող ասել, որ մի լեզուն է քերականապես ավելի զարգացած, որովհետև մենք չենք դիտարկում լեզուները զուտ որպես կառուցվածքային համակարգ։ Գուցե եթե այս հարցը տակ լեզվաբանին, իրենք ուրիշ պատասխան ունենան, որովհետև իրենք դիտարկում են լեզուն որպես կառուցվածքային համակարգ։ Բայց որպես լեզվաբանական մարդաբան ես լեզուն չեմ կարող դիտարկել մշակույթից անջատ, հետևաբար պարզապես սխալ կլինի փորձել դրանք համեմատել, քանի որ դրանք ուղղակիորեն ներկայացնում են այդ մշակույթը։ Եթե այս մշակույթը ունենար կարիքը տվյալ քերականական էլեմենտի, ուրեմն լեզուն կտրամադրեր ու կստեղծեր այդ քերականական էլեմենտը։ Եթե մշակույթը կարիքը չի ունեցել, ուրեմն այն պարզապես չի ստեղծվել։ Լեզուն ազգության հետ ինչ կապ ունի եւ միտքս բացատրելու համար պիտի հիշեմ օրինակ Սիլվա Կապուտիկյանի պատկամը լեզվի վերաբերյալ կամ Վիլյամ Սարոյանը բոլորովին անգլերենով գրել է, բայց մենք ստե պաշտում ենք իրեն հայ գրող կամ եղել են հայ գրողներ արտասահմանում, որոնց չենք էլ ճանաչում։ Ուզում եի այդ կապակցությամբ մի քիչ բացատրություն տալ։ Շնորհակալ եմ շատ Վիլյամ Սարոյանի օրինակի համար, որովհետև ես այս օրինակը ինքս հաճախ եմ բերում ուսանողների համար, ու սա ուղղակիորեն բերում է այն հարցին, թե ում ենք համարում հայ գրող։ Ով է հայ գրող, ով գրում է հայերեն, ով ազգությամբ է հայ, ով ապրում է Հայաստանում, չէ, ու այս պատասխանները շատ անգամ տարբեր են լինում, կախված նրանից, թե որ գրողի մասին ենք խոսում։ Այսինքն ինչ որ գրողների նկատմամբ մենք կարող ենք շատ քննադատական վերաբերվել ու ասել, ինչպես կարող է հայ գրողը հայերեն չգրի, բայց մյուս կողմից մենք ունենք Վիլյամ Սարոյան, ով մեր գրականական արժեքներից մեկն է։ Ազգության հետ ուղիղ կապը լեզվի, այստեղ շատ անգամ մենք ունենում ենք տերմինների ու բառամթերքի խնդիր, որ շատ անգամ տարբեր երևույթներին մենք կոչում ենք ազգություն։ Այսինքն շատ հաճախ նույնիսկ էթնիկ խմբին հայերենում մենք ասում ենք ազգություն։ Այստեղ գալիս է անգլերենի այդ nationality, ethnicity տարբերությունները, որտեղ երբ ասում ենք ազգ, միանգամից դա մեզ բերում է ազգ պետություն տեսությանը նաև, չէ՞։ Առհասարակ լեզուն մշակույթի կամ հասարակության կարևոր էլեմենտ է, բայց այդ մշակույթի մաս դառնալու համար պարտադիր չի մենք ունենանք որոշակի էթնիկ գենետիկ կոդ, որովհետև նույնիսկ մեր ազգությունը մեր գենետիկայի հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն մենք որպես մշակույթ դա ընտրել ենք
եւս մի սոցիալական դասակարգում, որ մենք համարվում ենք հայ, բայց մեզնից ոչ մեկը գենետիկ հայի կոդ չունի եւ առհասարակ որևէ ազգության կոդ գոյություն չունի։ Այսինքն սրանք ընտրովի արժեքներ են, որը դա փոխանցվում է սերնդեսերունդ սոցիալիզացիայի միջոցով։ Եվ եթե մենք որոշում ենք, որ լեզուն մեր ինքնության կարևոր մասն է, հայ լինելու կարևոր մասն է, մենք շարունակում ենք այդ արժեքն էլ փոխանցել։ Այսօր էլի այս հարցը անընդհատ տարուբերվում է, որովհետև ունենք օրինակ Ռուսաստանի բնակվող հայ համայնքի շատ ներկայացուցիչներ, որ այս վերջին դեպքերի արդյունքում վերադարձան Հայաստան։ Իրենց շատերի երեխաները հայերենին չեն տիրապետում, որովհետև Ռուսաստանը ունի շատ խիստ լեզվական կանոն, որտեղ եթե դու ուզում ես ինտեգրվել ռուսական համայնքին, հաճախել դպրոց, ունենալ լավ աշխատանք, պիտի լիարժեք տիրապետես ռուսերենին եւ անգամ եթե կան ինչ-որ նշաններ հնչյունաբանության մեջ, երբ դու ունես օտարազգի ակցենտ, դա նույնպես դիտարկվում է որպես սխալ ռուսերեն։ Ու սրա հետևանքով շատ ընտանիքներ գնում են այն ընտրությանը, որ գերադասում են երեխաները լիարժեք ինտեգրվեն տվյալ համակարգում եւ արդեն սովորեն ռուսերեն, ինչ որտեղ նաև արդեն փաստորեն հայերենը անտեսելու երևույթով։ Ու հիմա մենք էլի գալիս ենք այս հարցի առաջ, երբ մենք ունենք ռուս ազգի ռուսախոսներ, ովքեր գալիս են Հայաստան, մենք լիարժեք կարող ենք ունենք այդ մարդկանց ու ինչ որտեղ ինքներս համակերպվենք, ռուսերեն խոսենք, որպեսզի մեր խոսքը իրենց համար հասանելի դառնա։ Բայց երբ մենք ունենք ազգությամբ հայ ռուսալեզու մարդիկ, որ գալիս են, մենք գուցե ավելի խիստ ենք իրենց քննադատում, թե ինչի հայերենին չենք տիրապետում։ Այսինքն այստեղ միշտ կան տարբեր շերտեր ու էլի հստակ ինչ որ պիտակավորում, որակավորում տալը դժվար է, բայց սա գալիս է այն հարցին, թե ինչ ենք մենք համարում ինքնություն։ Եվ եթե լեզուն ինքնության կարևոր արժեք է տվյալ համայնքի, ես էլի խուսափում եմ կոնկրետ ազգություն կամ էթնիկ խումբ, չէ, զուտ համայնք, որը խոսում է կոնկրետ մի լեզվով։ Հետևաբար այդ արժեքը շարունակվում է պահպանվել ու փոխանցվել սերնդեսերունդ։ Շնորհակալություն։ Ճիշտ երկու հարց ունեմ։ Առաջինը Եթե դիտարկում ենք, քանի որ նշեցիք, որ լեզվաբանական մարդաբանությունը հենց ուսումնասիրում է մարդուն, փրսե լեզվի միջոցով, եթե դիտարկենք, որ լեզուն ինքնին թարգմանություն է, այսինքն օրինակ իմ ապրումների, իմ զգացմունքների եւ մտածածի թարգմանությունն է ինքնին, ինչ է կատարվում մարդու հետ օրինակ, ով չի կարողանում իր զգացմունքները այս տեսանկյունից արտահայտել օրինակ իր մայրենի լեզվով, ըստ ձեր սահմանման, պարզապես որովհետեւ մայրենի լեզուն չի կրում, հա, այն հասկացությունները կամ միգուցե այն համատեքստը, որում կկարողանար իմ զգացմունքը կկարողանայի ապրեցնել իմ զգացմունքը, ինչ է այդ ժամանակ տեղի ունենում իմ ինքնության ու իմ լեզվի հարաբերության միջև ու երկրորդը մի քիչ ավելի ժամանակակից աշխարհի ու այս փոփոխությունների հետ կապված ձեր դիտարկումն է ինձ շատ հետաքրքիր որպես լեզվաբանական մարդաբան օրինակ հիմա չաթբոթերի կիրառությամբ լայնածավալ պայմանավորված գիտենք որ կան շատ հետազոտություններ որ լեզուն միատարր է դառնում այս մտածողությունը մարդկանց միատարր է դառնում ինձ հետաքրքիր է օրինակ ինչ է կարծում հա այդ տեսանկյունից ինչ է կատարվում մարդու հետ էության հետ ինչպիսի դրսևորումներ կամ կարող են կընկալել միգուցե մոտ ապագայում շնորհակալություն Շնորհակալ եմ շատ առաջին հարցի վերաբերյալ այսպիսի օրինակներ շատ ունենք գրականության մեջ որ մարդիկ ինչ-ինչ պատճառներով հենց մտածված չեն գրում իրենց մայրենի լեզվով այլ գրում են մեկ այլ լեզվով պատճառներից մեկը կարող է լինել այն որ մայրենին բավականաչափ չեն տիրապետում Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ ինչպես դուք նշեցիք, այդ դեպքում մայրենին լիարժեք չի արտահայտում այն ամբողջ հուզական դաշտը, որ փորձում են արտահայտել եւ այս դեպքում անդրադառնում են մեկ այլ լեզվին։ Սա կարող է լինել զուտ լեզվի կառուցվածքի հիման վրա, բայց շատ ավելի հաճախ սա լինում է մարդու անձնական հարաբերությունների պատճառով տվյալ լեզվի հետ։ Եթե վերցնենք հայերենի օրինակը, շատ անգամ գուցե մարդիկ մտածված գրեն ոչ հայերենով, որովհետև չեն ուզում իրենց գրածը հասանելի լինի ենթադրենք հայ հանդիսատեսին, որովհետև գրում են ինչ-որ թեմաներով, որը գուցե գերադասում են ներկայացնել ուրիշ լեզվով։ Այստեղ արդեն առնչվում ենք տաբուների հետ որոշ չափով։ Կամ գրում են այլ լեզվով որպես անձնական ինչ-որ փորձառություն եւ էքսպերիմենտ։ Այստեղ կարող ենք դիտարկել օրինակ գրողների, ովքեր նաև իրենք են անցել իմիգրացիոն ճանապարհներով, չէ, կամ գրողներ, ովքեր շատ հայտնի են դառնում իրենց մայրենի լեզվում, եւ դա այնքան պատասխանատվություն է դնում իրենց վրա, որ իրենք որոշում են գրել մեկ այլ լեզվով, որպեսզի կարողանան գրել առանց այդքան մտածելու, որովհետեւ կա հանդիսատես, ով ունի հստակ սպասելիքներ իրենցից, ու իրենք փորձում են նորովի իրենց ճանաչել, եւ այս դեպքում փոխում են լեզուն։ Ու առհասարակ լեզվի փոփոխությունը միայն էլի մեխանիկական գործողություն չի
սա թույլ է տալիս քեզ նաև ճանաչելու քո ինքնության տարբեր դրսևորումները, լինել այնպիսին, ինչպիսին դու ինքդ քեզ երբեք չես ճանաչել քո մայրենի լեզվում ինչ-ինչ պատճառներով։ Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը եւ չաթբոտերին, շատ շնորհակալ եմ հարցի համար։ Այո, արհեստական բանականությունը տանում է ստանդարտացման, թե լեզվի ստանդարտացման, թե մտածելակերպի ստանդարտացման։ Եվ պետք է հիշենք, որ արհեստական բանականությունը աշխատում է ալգորիթմներով, այսինքն այն ինչ ամենաշատն է ներկայացված առհասարակ համացանցում, դա դառնում է ստանդարտը։ Եվ սա շատ հաճախ կարող է լինել ոչ արդար, ոչ ճիշտ դիրքորոշումը։ Եվ պետք չի մոռանալ, որ այս բոլոր չաթբոտերի հետևում վերջ-վերջում նաև կան մարդիկ, ովքեր շատ հաճախ տալիս են հստակ հրահանգներ։ Հատկապես վերջին պատերազմների թեմաների շուրջ շատ փորձեր էին նաև արվում նույն հարցը տալ օրինակ ChatGPT-ին, երբ մի դեպքում այդ հարցը տալիս ես մի երկրի մասին, մյուս դեպքում մեկ այլ երկրի մասին, հա, ու պատասխանը հստակ տարբեր է լինում ու հասկանալի է, որ կա հստակ հրաման, թե ինչպես այդ հարցին պատասխանել։ Եվ եթե հաշվի առնենք, որ այսօր մարդկանց մեծ մասը արդեն ոչ թե գնում է առաջին Google search-ի ու այդտեղ փորձում գտնել ինչ-որ աղբյուրներ, ել չեմ ասում փորձել հասկանալ այս աղբյուրներից որն է վստահելի, որը չէ, այլ պարզապես ինչ-որ հարց տալիս են ChatGPT-ին ու վերջ, ու դա ընդունում են որպես պատասխան, չէ, այսինքն միանշանակ սա ազդում է մեր մտածելակերպի վրա։ Երբ օգտագործում ենք ChatGPT-ին ինչ-որ բան գրելու համար, մենք ջնջում ենք մեր լեզուն։ Մենք ջնջում ենք մեր լեզվի այն դրսևորումները, որոնք հատուկ են հենց մեզ որպես անձիկ եւ մեր նեղ համայնքին, որովհետեւ ավտոմատ արդեն արհեստական բանականությունները ստեղծվում են լեզվական ստանդարտներ։ Նույնիսկ եթե ներկայացնեն ինչ-որ բարբառներ, եթե այդ բարբառը համայնքում կարող է ունենալ մի քանի տարբեր դրսևորումներ, AI-ը բերելու է նրան, որ լինի մեկ միայն դրսևորում։ Հետևաբար լեզվի տեսանկյունից, այո, կա այս վտանգը, որ արհեստական բանականությունը պարզապես ջնջում է լեզվական տարբեր շատ ավելի փոքր հատկապես աննկատ առնվազն AI-ի համար աննկատ տարբերությունները եւ սա ուղղակիորեն ազդելու է նաեւ մեր լեզվամտածողության վրա։